Պերամիտես բաների գիժը։ Մենք ուրիշ անգլիայր խումբ ունենք, բայց այն արդեն Արմանն է սկսում ես երկու խումբ այս ինձից ով չես հասցրում, չես պատկերցում ինչ կմանը։ Ամեն օր դարձի։ Չէ, ես բանը երկուշաբթի, չորեքշաբթի ու շաբաթ։ Չէ, մի հատ է անհատական դուսերը խտեսում։ Իրանն է մենակ։ Ինքն էլ ավարտել է վրա, մորը ձերը զուգահեռ գալիս է։ Պատրաստեք տղմերք։ Մի տղեկ, որպեսի այսօր տեսական բան չեմ ասել բացարձակ, այսօր լուծելու ենք մենակ խնդիր, հա? Բայց սովորական խնդիր չէ, այլ երկու հատ կլաս, երկու հատ կլաս փորձելու ենք կապենք իրար, այսինքն եկեք հասկանանք, որ ամեն կլասը տղեկ ջան, ամեն կլասը ինքը իրանից ենթադրում է մի հատ գաղափար ու ինչ-որ ֆունկցիոնալի կտոր, գուրգեր ջան։ Այսինքն այդ կլասը նես չի, ինչ-որ անկապ բան է, որ չգիտեմ, ձևական բաներ է սարքում, շաբլոն է սարքում, չէ տղեկ, այդ կլասը նրա համար է, որ ինքը ներկայացնելու է կոպիտ ասած, մի հատ ամբողջ ֆունկցիոնալություն։ Տիկ, այն ժամանակ, երբ որ ասում եմ ախպեր, եկեք մի հատ ֆունկցիայի անուն գրենք, սաղ լցենք այդ ֆունկցիայի մեջ, այդ ֆունկցիայի մեջ, որ հետո տարբերենք ախպեր, իմանանք, որ SES կտորի մասն է, SES կտորի մասն է։ Տղեկ դրան եկել է փոխարինելու կլասը։ Այսինքն տիկ, դու ոչ թե մի հատ ֆունկցիա ես սարքելու սաղ լցնես մեջ հետ օպշին, այլ քուրգին ջան, մի հատ կլաս ես սարքելու կլասը մեջ տնես։ Այսինքն մի որ մենք դեր չեմ ասում կապում եմ այս HTML-ի հետ կամ ինչ-որ բան։ Ունենք function start։ Հա, ինչ-որ։ Էդի օրինակ նկարելու կտորը առանձին է, այդ մեթոդն է ֆունկցիաներում է իր մեջը, չէ՞։ Function, ահա։ Արի սրա մի հատ նախնական բանը սարքեմ։ Մի հատ draw list ունենք, չէ՞։ Տիկ, էսի նայի, էսի մեր ծանոթ հասկացողությունները բա։ Մի հատ draw list ունենք։ Էդի նկարում ենք ախպեր։ Այո, մնացած ամեն ինչը, գուրգեն ջան։ Դու ես կլնի բանը, ոնց տան խոսքի գնում էր ինչ-որ list էիր բերում կամ թե start-ի մեջն էինք փոփոխականները։ Բոդին հավասար է ախպեր ջան, document get element բայ էդի խոսքի։ Օրինակ եմ ասում, body խոսքի, вообще կապ չունի։ Մի խոսքով, ինչքան ֆունկցիա կար, չէ, draw list, get list, check, չգիտեմ, function get list եւ այլն։ Տիկ ջան, որպեսզի ես քո ֆունկցիան սկսել բացառ вообще աշխատել, ինչ էիր անելու, ֆունկցիան կանչելու էիր։ Այն start-ը ներքևն էի կանչելու, Տղեկ ջան, այդ start-ի start արդեն իր մեջ կանչի մնացածը։ Մնացածը այդ գործ չէ։ Մնացածը start-ի մեջ է կանչի։ Տղեկ ջան, հիմա նայեք։ Այն ժամանակ մենք սենց ենք արել, որտեղ չենք ունեցել տիկ հնարավորություն կլաս սարքելու, հա? Բայց հիմա եթե անկեղծ լինենք, կլասը n գաղափարն է, որը որ եկել է փոխարինելու start-ի։ Որ start-ին չէ, ընդհանրապես, որտեղ տիկ նախ կլասը ավելի գեղեցիկ է, անունը տալի ավելի գեղեցիկ առանձնացնում այդ կտորը, հա? Կոպիտ եմ ասում, եթե ունենանք կլաս, մենք կլասը start-ը կգրենք, այդ օրինակ users table խոսք, չէ՞, user-ների table։ Այն դեպքում տիկ ջան, եթե դու գիտես, որ խոսքի մի հատ ամբողջ ֆունկցիոնալության մասին, հա? Մի հատ ամբողջ ֆունկցիոնալի մասին է խոսքը գնում, այսինքն մի հատ table-ի ամբողջ լոգիկան ասարչով մարչով, չէ՞։ Մի ամբողջ գաղափար չի։ Ես կարամ, չէ՞, այդ գաղափարի կողքը մի հատ լրիվ ուրիշ մի հատ փոճուրիկ խաղ սարքեմ դրան։ Այնի ուրիշ կլաս է, տղեկ։ Դա պատկերացրեք, չէ՞, արդեն կլասը եկել, ախպերս այդ առանձնացնելու համար։ Իրարից ջոգ-ջոգ անելու համար, տղեկ, որտեղ կլաս ավելի լուրջ բան։
կլասով ավելի հարմարավետ է, տղեկ, հաստատ 100% իմացեք կլասով ավելի հարմար է այս նույն բանը անել, քան թե ֆունկցիայով։ Բայց դիք մենք խո գիտենք, որ իտոգում այս անտեր users table կլասը դառնալու է function constructor, հիշում եք։ Հիմի սրան է չնենք փոփոխականները գտնելու այստեղ։ Իհարկե Գուրգեն ջան, պրոստը այնտեղ չկա const։ Հասկանալի է, const-ը։ Absolute const գիտես որտե կա տիկ։ Եթե ֆունկցիա գրես մեջը։ Չէ, ֆունկցիա կոնստրուկտորը ով էր տղեկ։ Կոնստրուկտորը փոփոխականների համար է նախատեսված։ Եթե այնտեղ տարածես պարամետր, կոնստրուկտորը նախնական պարամետրեր ընդունելու համար է։ Okay։ Այսինքն կոնստրուկտորն աշխատում է ամենաառաջինը տղեկ։ Հա։ Նա հարցնեմ Գուրգեն ջան։ Դու երբ որ սրա մեջ եկեք մի քիչ ուսումնասիրենք նորից նոր սկսենք։ Get list ունենք, օրինակ, չէ՞։ Տիկ հիշում ենք, չէ՞ որ այստեղ պետք չի գրել function բառը, այստեղ պետք չի գրել dc get yes-ին։ Պրոստը գրում ես ֆունկցիա ան։ Եթե բացում ենք const-ը, եսի ինչը հավասար է new այդ բանի։ Constant users table-ը հավասար։ New users table։ New users table։ Տիկ, եթե քեզ պարամետր պետք չի, կարաս չկանչես։ Գուրգեն ջան, եթե պարամետր փոխանցելու ես կոնստրուկտորին, այդ ժամանակ կանչես անտերները։ Եթե չէ new բառը տիկ իրան հերիք։ Պատկերացրինք։ Այսինքն նայեք, դա որպեսզի չշշկրվեք, կարաք միշտ այսպես պատկերա հիշեք իրան։ Հա? Ոչ մի վնաս չկա։ Ոնց եթե Ես ուղղակի եթե պարամետր չեմ տալու կոնստրուկտորին, կոնստրուկտորը պարամետր չի սպասում տղեկ, եթե հիմա ուշադրում եք։ Ինքներս բան ասեմ։ Եթե կոնստրուկտոր չեն գրում մեջը, ու այդպես են կանչում, կաշխատի։ Իհարկե։ Всё, это ճանչունի, եթե հագծով ես գրել, եթե հա պարամետր բնիկած հագծով գրի, եթե չես տալու, կապ չունի։ Հագծով ես գրել, թե առանց ես գրի, կաշխատի։ Կապ չունի։ New բառն այստեղ։ Թեր խաղ, հա։ Այնտեղ գրում ենք user table։ Դայք հələ էնի հետ չլե, հələ մի հատ նայեք։ Այսի հիշում ենք ողջում, այսի ջնջում եմ։ Հեսա ես սրա մեջ արդեն մնացածը կանենք, հա։ Գուրգեն ջան։ Արի գնանք մի հատ JavaScript-ի ֆայլը։ Մի գնանք մի հատ inspector նայենք, տակ։ Կոնստրուկտոր։ Տիկ դու կոնստրուկտոր ֆունկցիան կանչել ես մեջ։ Չէ։ Բախի աշխատանք։ Դա առաջինն է աշխատում։ Ինքը նույնպես կոչվում է magic function, հա։ Հրաշք ֆունկցիան է։ Աբս, ինքը JavaScript տակից միշտ աշխատում է, մի անգամ։ Հա, բայց մի նայ։ Մենակ մի անգամ։ Մի կոնսոլ լոգ կոնստրուկտորի Չէ, դու չես կարող իրան դասից կանչես։ Կոնսոլ լոգի տեղ, հա, իրան չեն կոնսոլ լոգի տեղ ինչ գրենք, ինքը կաշխատի։ Ֆունկցիա է աշխատում է։ Ինչ ուզում ես արա։ Ինչ որ բանը չվերագրել, օրինակ disk-ը եսին, ինչը չլինի եսին, աշխատելու է։ կոնսոլ լոգը լինի, alert լինի, այդ հիմա էլ աշխատել։ Մի որ կոնստրուկտորի մեջ կոնսոլ լոգի տեղ ուրիշ բան, ինչ ուզում ես արա, Գուրգեն ջան, ինքը աշխատում։ Ինքը աշխատել։ Ֆունկցիա չէ, կոնստրուկտորը ինչ է։ Ֆունկցիա։ Ֆունկցիան կանչվում է։ Չես կարող անջատես։ Կարաս անջատես մենակ այն պրինցիպով, որ զուտ քեզ պետք չի ջնջես։ Հա? Կոնստրուկտորը տվեք Zavadskoy ամենաառաջին աշխատող ֆունկցիան է, որը որ միշտ աշխատում։ Դիք այն ֆունկցիաները, որոնք որ անձամբ չեք կանչում, բայց մենակ մեկը աշխատում են կլասի ներսում։ Տվեք, կլասից դուրս սենց հեքիաթներ չի եղել։ Առաջին անգամն է, որ մենք հանդիպում ենք մի հատ գաղափարի, որը որ տակից ինչ-որ ֆունկցիա է կանչում։ Որ երբևիցե չեք ունեցել այտենց ֆունկցիա, որ խոսքի տակից ինքը իրան դե այն մյուս բանը կկանչի չկար դες բան։ Setter ու getter։ Դու կանչում ես set-ի ֆունկցիան, չէ։ Պրոստը գրում ես հավասար է ինչ-որ մի բան, այնի տակից աշխատում էր որպես ֆունկցիա։ Այսինքն մենք այդ հրաշք magic function-ներից գիտենք, տղեկ ջան, մենակ կոնստրուկտորին, set-ին ու get-ի, всё։ Էլի կա։ Էլի կա։ Բայց նրանց հետագայում կանրադառնանք։ Լավ։ Տղեկ, կոնստրուկտորը ամենաառաջի աշխատող Zavadskoy ֆունկցիան է։ Տիկ այդ ինչի մասին է խոսում։ Որ ես կարամ ստեղ գրեմ, որ body-ն հավասար է խոսքի,
Լավ, տղեկ, եկեք ես անգամ միանգամից դոմով անեմ, իսկ ասենց ավելի հասկանալի կլիցիս։ Բոդին հավասարա, պետք է գրեմ DC բոդին։ Հա, որտեղ եթե Գուրգեն ջան դու ստեղ ես ուզում բան գրես, DC չգրես, ինձ չի ճանաչում, այո, user table-ն է։ որտեղ ֆունկցիայի մեջ է։ Հա, եթե ֆունկցիայից դուրս փորձեմ վերևը գրեմ օրինակ։ Ծնողը user table-ն է, էլի։ Օրինակ կարող ուզեմ title գրեմ հավասարը users, всё, так էս մեջ։ K-ը value է։ Այո։ Ինքը տակից տանել հասարքի որպես key value։ Եթե this-ը չգրես, Ստեղ this չպիտի գրես։ չէ, այդտեղ չէ։ Այստեղ է։ Այդտեղ որ չգրես, ինքը ուրիշ բան կա։ Հա։ Վերևից գրեթե body կգնի։ Հիմա տղեկ ջան, this-ի body-ն հավասար է document get եկեք UL լիանեմ, հա, տղեկ, որ անիմաստ ծայրը չկա, էլի։ Get element by ID UL։ Հա, հեսա եկեք համոն դե մի հատ HTML-ը մեկիկ մի հատ UL սարքենք, տղեկ։ Հա։ Հա, սպորտ։ Վալրջան լսում ես։ Ամին այ Վալրջան, ես մեր հա, ես մեր table-ի լոգիկան հիշում ես, որ ֆունկցիա ենք սարքում start Նա start-ը ֆունկցիա ենք ունենում, start-ը ֆունկցիայի մեջ գրում ենք այդ draw list ֆունկցիան եւ այլն, մնացած սա ֆունկցիաները, հիշում ես էդի։ Հա, ամեն Վալրջան, լրիվ նույն բանը փորձում ենք կլասի փոխենք, որտեւ իրականում, եթե մենք ունենայինք այն ժամանակ կլաս, ես ֆունկցիա չէի սարքի, ես միանգամից կլաս կսարքի։ Որտեւ Վալրջան կլասի գաղափարը հենց այնա, որ դու ստեղծես քո սեփական առանձին գաղափար։ Կլասը ինքը իրանով առանձին գաղափարի մասին է խոսում։ Այսինքն դու սարքում ես լիքը կլասներ, կոպիտ եմ ասում, ամին այ, Վալրջան, քեզ ուրիշ հանձնարարություն եմ տալիս եմ X-իկ նոլիկը սարքես։ Տալիս եմ Գուրգենին շախմատը սարքի, Տիկոին տալիս եմ, չգիտեմ, ես user-ների table-ը սարքի։ Ամեն մեկը տղեկ, որ սարքեք վերջացնեք, գիտեք ինչ պետք է տենամ ես մենակ։ 3 հատ կլաս։ Այդ իտոգում տիկ, այդ 3 տարբեր առաջադրանքները իմ համար թեկուզ նույն պրոյեկտի մեջ տիկ։ 3 հատ առանձին կլասներ պետք է տենամ։ Իրա մեթոդներով Գուրգեն ջան, իրա փոփոխականներով, всё, այսինքն տեստիկ, դու իրավունք չունես գրես մի հատ ֆունկցիոնալ, որի փոփոխականները հելելու են դուսը շպրտվեն։ Չկա դες բան։ Ինչի պետք է քո փոփոխականները դուսը թափրտած են։ Չէ՞ Վալերջան։ Դրա համար եկել է կլաս ասում, եղբայր, ինչ ունես, չունես գրի իմ մեջ, որ իմանաս բրատ, любой ֆունկցիա, любой փոփոխական, որը որ գրած է այս անտերի մեջ, կապ ունի մենակ այս անտերի հետ։ Okay, այսինքն տղեկ, բացի նրանից, որ այս ֆունկցիան կարաս կլասը ինչի համար է, ինչ մենք մինչև այս օգտագործում, ինչ որ օբյեկտ էինք վեկալում, փաթաթում ենք, որ իրան տիպ տայինք, չէ՞, այսինքն իրան տիպիզացնեինք։ Ու բան անեինք, իրա մեջի մեթոդներ օգտագործեինք, չէ՞, դիք միանգամից կետ անեինք, վրան ինչ ուզենք կանչեինք։ Նո էլի լավ գաղափար է, էլի ոնց որ մի բան ես սարքում, օգտագործում ես եւ այլն, տղեկ, բայց Angular-ում կլինի, մյուս տեղերում կլինի, հիմնականում օգտագործում է այս մի գաղափարի շուրջ։ Այսինքն նայեք, տղեկ, իրականում ես էսի երկու տարբեր գաղափարներ եմ ասում։ Ասել եմ մեկը եղբայր, եթե դու ունես user-ների օբյեկտ, Վալերջան, ու ուզում ես հետը լիքը մեթոդներ ունենաս, սարքի տիկ մի հատ կլաս user-ների, բեքից զանգված է եկե օբյեկտներով, ասում եմ փաթաթի սա սարքի տիպիզացրու, հիշում եք, որ ասում եմ զավոդ ախպեր, այսյանից անկապ ապրանք է լցնում, այսյանից արդեն իսկական բան է դուրս գալի, տիպիզացված։ Էդի առաջի տարբերակն է, որ դու կարողանաս ուղղակի քո օբյեկտները սարքես Վալերջան, ինչ-որ տիպիզացված տեսակի օբյեկտ, որը ունի հստակ իր ստրուկտուրան, հստակ իր մեթոդները Գուրգեն ջան, ոնց որ string-ն է, ոնց որ number-ն է, տիկ, ոնց որ մնացած զանգվածի մեթոդներն է, ոնց որ օբյեկտի մեթոդներն է, սա էլ տիպիզացված է, չէ՞ տիկ։ Ընդ անկապ բան չկար, ախպեր, ընդ անկապ մեթոդ չէր կարա գոյություն ունենալ։ To uppercase-ը սաղ տեղերը to uppercase-ը։ Նույն ձևի նրա համար է, որ նմանատիպ բան սարքեք, բայց այսօր մենք դրան նայում ենք հակառակ տեսանկյունից։ Էլ որտեղ տիկ կարանք օգտագործենք այս կլաս կոչեցյալը։ Այս կլաս կոչեցյալը կարանք օգտագործենք որպես ստարտափի ֆունկցիաների փոխարեն։ Այսինքն Վալերջան, ոչ թե գրենք մի հատ ֆունկցիա սաղ մեջ հայտարարենք բան եւ այլն, սարքենք կլաս, որ ախպեր սաղովի polni 10-ը իմանան, որ գրած է այս կլասը user table, ապա սաղին պարզ է, որ այս անտեր user table կլասը պետք է պատասխանատու լինի մենակ, տիկ մենակ
User կլա այդ user-ների table-ի համար։ Բարձր չէ, Վալեր։ Կոնստրուկտորը միակ ֆունկցիան է, Վալեր, որը որ դու չես կանչի, բայց կանչվում է, չէ՞ ինքը։ Նայ, կոնստրուկտորը աշխատում է տղեկ new bar-ի հետ համատեղ։ Այսինքն հենց new bar-ը կա, կոնստրուկտորը աշխատում է։ Վալեր ջան, քանի անգամ է կոնստրուկտորը աշխատում, միայն մեկ անգամ, միայն։ Get-list ֆունկցիան քանի անգամ է աշխատում, դիք ինչքան կանչի։ Okay։ Հիմա տղեկ ջան։ Ես հերիքա գրեմ new users table, հա։ Մի հատ էլ այստեղ ներսում մեթոդ գրեմ օրինակի համար։ Տղեկ, նայեք, մի հատ ֆունկցիա եմ գրելու հիմա, որը որ մենակ լավ, գրում եմ start։ Նայեք ջան, եկեք այս UL-ի գտնելը, կամ չէ, UL-ի գտնելը թող մնա այստեղ։ Նայեք, կոնստրուկտորը որպես ամենաառաջին աշխատող ֆունկցիա պարտավոր է մնացած բոլորին աշխատացնի։ Եթե կոնստրուկտորը պետք է մնացած բոլորին կաշխատացնի, չէ՞, ուրեմն ինչ-որ ֆունկցիա պետք է ինքն է կանչի։ Ես դες չի լոգիկան գրելու եմ կոնստրուկտորի մեջ։ Դիք որ ֆունկցիան կարամ կանչեմ, this is start։ Վալեր ջան, start-ի մեջ։ Ես կասեմ, որ մի հատ դու կանչի this-ի get list-ին, չէ՞։ Կամ էլ, տղեկ, կամ էլ։ Չէ, սենց գրեք, հեսա կասեմ ինչի համար։ Գուրգեն ջան, կարելի դու միանգամից get list-ը կանչեիր, ստեղ։ Ես start ֆունկցիան ուրիշ նպատակով եմ գրել։ Հա, անիմաստ հիմա մի հատ էլ եմ ֆունկցիա գրել, դիք։ Ահա, get list-ը ինչ պետք է աներ, տղեկ։ Չէ, get list-ը պետք է գնար։ Axios իհարկե, տղեկ ջան, Axios get, հավա հեսա մեկ դատել գտնենք։ Հեսա, user ինչ։ Վալեր, Axios get մեթոդը ինչ էր վերադարձնում։ Հա։ Promise։ Տղեկ ջան, ուրեմն կլասի մեջ ֆունկցիաները հա կոչվում են մեթոդներ, հա։ Անվանումն է այդպես, տերմինոլոգիա է ուղղակի ոչ մի այդպես արտարոց բան։ Դիք, ինչ մնաց այստեղ։ Ահա։ Առաջի callback ֆունկցիան Վալեր ջան, ու երկրորդ callback ֆունկցիան։ Առաջինը լավ դեպքն էր, երկրորդը վատ դեպքը, չէ՞։ Response։ Դիք մինչև չիմանամ response-ս ինչ է եկել, այսինքն լավ դեպքում Գուրգեն ջան response-ը ով էր, մեր backend-ի պատասխանն է, չէ՞։ Ունենք այսքանը տղեկ։ Ըստ էի մի հատ քեյչի մեջ։ Վալեր ջան, դու գրում ես մեր թե լսում ես հետո գրես։ Okay։ Հələ որ տղեկ ջան, գրել եմ, ընդհանրապես մի հատիկ մեթոդ, որը որ ինչ անում, տիկ ջան, այն ինչ որ մենք 100 անգամ արդեն արել ենք։
Գնում ավակի այս հարցերով, տղեկ բերում է այս ինֆորմացիա, всё։ Անցանք առաջ։ Ես եմ ստացել տղեկ։ Իմ ինֆորմացիան որն է, կետ դատան, չէ։ Դեք, ուրեմն տղեկ ջան, այն ժամանակ ունեին գլոբալ փոփոխական հասկացություն կամ փոփոխական անեստեղ էինք հայտարարում, որ բոլոր ֆունկցիաներն ու մեթոդները ունենան հասանելիություն։ Հիմա եկեք դնեմ users-ը, հավասարը դատարկ զանգված։ Այսինքն միտեղ user-ին վերաբերել է։ Բալեր ջան, էսի ֆունկցիա չի, ըստեղ page չի գրել let։ Let կարաս գրես այս ֆունկցիաների մեջ, ըստեղ կարամ Վալեր ջան, ես գրեմ let-ան հավասարը 9, էսի մեթոդ է, էսի ֆունկցիա է սովորական։ Բայց տիկ ջան, ինչի չեմ կարա ես ըստեղ գրեմ let կամ const users, որտեղ սա օբյեկտ է իրական։ Չէ՞ Գուրգեն ջան։ User key-ն է։ Աբես, user-ը key-ն է, Վալեր ջան, էսի զանգվածն է։ Այսինքն եթե ես իրան գրեի որպես իրական օբյեկտ, հա, users table-ը կլներ հավասար Վալեր ջան։ Այս էս մի հատ օբյեկտի, որը որտիկ, նայ լերսի լրիվ պոլիկը պատկերցինեք, users-ը լնելու է Վալեր ջան ես զանգվածը, չէ, start-ը ինչ-որ ֆունկցիա է լնելու, get list-ը ինչ-որ նույն ֆունկցիան լնելու, պրոստը ոչ թե ուրիշ գրելաձևով, սենց, պարզա, տղեկ ես է կլասը իրականում դարնում, դրա համար էլ տիկ ջան, պետք չի, որ վերևը դու գրես let users, const users, Վալեր ջան, պարզա այդ մոմենտը, Համի տղեկ ջան, վերևը հայտարարել եմ ինչ-որ users, նախնական տվել եմ դատարկ զանգված, Գուրգեն ջան, հենց ես մարդը response-ը ստանանք ասել, որ DC users-ը, այս պահից սկսած, տիկ ինչի գրեցին, ինչի նշեցի, որ DC users-ը, որ չգնա հավա ինչ-որ users փոփոխական մանգը, ես նշեցի Վալեր ջան DC շնորհիվ, որ խոսքը հենց այս անտեր կլասի մասին է, ասի կլասի users-ին տու response-ի կետ data, շատ լավ, console-ը կարող են ջրի, շնորհակալ console-ին, ինչ պլաս տղեկ, draw list ֆունկցիա, Վալեր ջան, ներքևը կգրեմ draw list, տիկ ինչ պտի անի draw list ֆունկցիա, Մենք source-ը վերաբերել է, դրա նախ վերևը նա թերք UID-ն ուչի դիք սարքե։ Այսինքն գնում են create element անելու տղեկ։ Մի չէ, կներես, սա source-ը, որի մեջ է սարքին, որ ամեն անգամ լսնի մեջ։ DC users get for each, հա, սենց տղեկ։ Վալեր ջան, բա այս անտերներին այսքանին ով է կանչելու։ Բանի մեջ է կանչի, այդ դրա լիստը կանչի բանի մեջ է, այդ պարամետրն է տուր բան։ Չէ, պարամետրը չեմ։ Ուրեմն դեր։ Վալեր ջան, ինչի կանչեցի ֆունկցիան ստեղ։ Սա նկարող ֆունկցիան է։ Ինչի իրան կանչեցի get list-ի դենի մեջ։ Որտեղ get list-ը պետք է ինֆորմացիան բերի, հետո նկարողին կանչի, չէ։ Հա։ Հաստատ ճոգել եք։ Որտեղ մենակ ինքն է բերում, ախպեր ինքը գիտի ինֆորմացիան երբ հայկել, նկարողին ես շուտ կանչեմ ինչ։ Okay, լավ։ Get list։ Հա, կանանք տիկ չէ։ Հեսա արի հələ որ ջնջեմ, հեսա կասեմ ինչի համար է իրան գրել։ Ստեղ գրենք, հա, ստեղ գրենք get list, հեսա կասեմ իր իմաստը որներ։ Վալեր ջան, կոնստրուկտորը քանի անգամ էր աշխատում։ Ինչ էր կոչվում տիկ կոնստրուկտոր ֆունկցիան։ Անունն էր մի հատ։ Set-ը, get-ը մեկը կասում։ Կախարդական, տղեկ, magic function։ Հա, Վալեր ջան, սրանք կոչվում են magic function, գիտես ինչի։
Որտեղ ոչ մեկ իրան չի կանչի, բայց ինքը աշխատում է։ Հա? Որտեղ get list-ը պետք է կանչես, որ այս անտերը աշխատի, բայց constructor ֆունկցիային ես ըստ է չեմ կանչի, value-ը։ Բայց հենց new bar-ը գերում եմ, ինքը աշխատում է։ Այս new bar-ը ուղղել իր համար abracadabran է։ Ահա։ Row list-ը կանչեցինք, ըստ է տղեկ ջան, հիմա ինչ մնաց user-ի մեջ user-ին վերցնենք, չէ՞։ UL-ի մեջ ինչ է գնում։ Constantly հավասար է։ Document Վալեր ջան, նայ, սովորական ֆունկցիա է, ոչ մի վախենալու բան։ Նես չի որ կլասա, ուրեմն դոկումենտը մեջը չի աշխատում կամ ես։ Սովորական դրեք, հիշեք, ֆունկցիայի տեղ դրեք, իրան օգտագործեք։ Ու այդ ժամանակ ոչ մի բարձություն չեք ունենա։ Ինչ եմ անում, տեղ մեջպես խոսում։ Create element, leave, ահա։ Հեսա չեմ ինչի կարելի է գրել։ Տեղ գնում եմ ըստեղ կամ network-ում։ Դեք հիշում եք network-ով էր։ Network-ում էինք network-ներ ցույց տալի, թե ինչ zaprosներ ու request-ներ ես դու արել, չէ՞։ Վալեր ջան, որն էր կոչվում request, երբ որ մենք front-ից դիմում էինք ինչ որ սերվերի, ինչ որ ինֆորմացիա վերցնելու կամ տալու համար։ Այդ process-ը կոչվում է request, հարցում նույն ինքը, հա? Name-ը կարանք ցույց տանք բացի։ User-ի name, չէ՞ Վալեր ջան, սենց։ Մեկ հատ կոնսոլ անեմ user-ը, որ վստահ եք որ user-ը տակ չէ։ Ես որը չէ, ֆրանսիա հատած վերցրել եմ, չէ՞ Վալեր ջան, ես մենակ մեջին էի ուզում ցույց տամ։ Կամ ֆոնը կամ կարամ ինչ ուզեմ ցույց կտամ, էլ։ Հա։ Բազա չէ Վալեր, եթե չի ասա բացեցի։ DC, ըմի բդիելի գրենք DC get you UL-ումներ գուրգեն ջան, DC-ներ, չէ՞։ Որտեղ ենք հայտարարել, որտեղ ենք տվել որ UL-ը DC-ն է։ Կոնստրուկտորի մեջ, այս կոնստրուկտորի մեջ մենք մի անգամից գնացել ենք, բերել ենք այդ UL էլեմենտ։ DC get UL-ի Իհարկե։ DC UL-ին պետք է դիմենք, որ իր ներսում append child անենք, մեր լի։ Չէ՞ Վալեր ջան։ Դրո լիստին ով էր կանչում։ Ինչ էր ինքը կանչում։ Աբս։ Ինչի ես դենի մեջ գուրգեն ջան, չէի կարա տագը կանչեի մի անգամից։ Չէի կարա մի անգամից տագը կանչեի, ստեղին չպարտադիր է դենի մեջ գրեմ ես սամ։ Որտեղ հարցումը կարողա չի։ Կարողա չի, 100% չի հասնել։ Դե երկու ֆունկցիա։ Այսինքն ի՞նչ է դուս գալի տղեկ get list ֆունկցիան ու աղջոտ այդ դենը չգիտենք երբ աշխատելու։ Խախեցի դրա մեջ է, չէ՞։ Okay, գնացինք։ Ինչա կատարում, կոնստրուկտորը վերցնում գնում է UL-ը գտնում է։ Okay, գետավ։ Կոնստրուկտորը Վալեր ջան էլի կանչես get list-ին։ Գուրգեն ջան, get list-ը գնաց request արեց դեպի սերվեր, չէ՞ տիկ։ Այս հասցեով սերվերին հարցում կատարել։ Սերվերը մեզ պատասխանեց։ Ասացինք, եթե դրական է պատասխանը, եղբայր, ուղղակի DC users զանգվածին մեր, վերագրի քո այդ զանգվածը։ Ասում եմ, որից հետո հենց ունենաս այդ զանգվածը ամբողջությամբ, կանչի դրով list ֆունկցիա է, որպեսզի նա գա արդեն նկարի այդ ցուցակը։ Այստեղ սերվերի response-ը բացասական գալու համար գրել ենք ընդհանրապես մի հատ փոքրիկ դեպք error ցույց տալու համար ուղղակի։ Alert-ով error եմ ցույց տալի, ոչ մի բան։ Որից հետո տղեկ ջան, արդեն draw list-ը ինչ անում, user-ների ցուցակի վրա for after-ում սարքում է յուրաքանչյուրի համար li element, չէ՞։ Li text content-ին վերագրում է user-ի name-ը, օբյեկտի name-ը։ Ու արդեն գցում է իրան UL-ի մեջ, DC UL-ի մեջ։
Այսինքն տեսեք, համ users-ը տղեկ ջան, համ UL-ը, DC-ներ, կլասիններ։ Մենք ենք տենց որոշել, որ գլոբալ լիներ տիկ։ Okay, կլասի մակարդակով տղեկ ջան, ինչ արվում եք, ինչը որ վերագրում եք։ Դա նշանակում է, որ ամբողջ կլասի մակարդակով դուք որտեղ ուզեք, ինչ խորության ֆունկցիա ուզում եք ունեցեք, դուք դա կարող եք օգտագործեք, ընդհանրապես դիմելով իրան, this users կամ this UL կամ ինչ փոփոխական որ Նայ, այստեղ որ մենք գրեցինք const user table անոցը new user table։ Որտեղ։ Ես եկել որ իր այդ user table-ին կանչի։ Okay։ Ունի մենք այդտեղ user table կա, get դրա list անի։ Address կարան։ Հա, բայց այստեղ իրան արդեն պարամետր պետք չի։ Այն ֆունկցիաներից ինչ-որ մեկը պարամետր սպասում է։ Չէ, պարամետրի այդ բան։ Ունի որ մենք դրա list-ը կանչենք չէ user table։ Մենք էլի ավտոմատ սա կաշխատի, թե այդ start-ը դրա համար է։ Start-ը вообще դրա համար է եկել, որ դասից կանչի։ Հա, որ start-ը կանչի ավտոմատ սա աշխատի, բայց չէ, մի առանձին եմ ուզում կանչեմ։ Ահա, հիմա նա։ Ես աս։ Դեք, Ալեր ջան, այն start ֆունկցիան որ գերեի, ու չկանչեի։ Այս անտերը կաշխատեր вообще։ Չէ։ Դիկ ջան, որ այս կլասը գրես, բայց new չանես։ Այսի չգրես։ Կաշխատես անտերը։ Չէ։ Դեք ջան, այսինքն նույն պրինցիպն է, այսինքն դու գրում ես մի հատ ֆունկցիոնալ, որ любой moment պատրաստակ բերկա փրտի թափի սաղան։ Բայց քանի դու իրան վանդակից բաց չես թողել, տղեկ ինքը չի կատարում։ Տղեկ ջան, ինչ աստեղ կատարում, ես կարող մի անգամից 2 հատ սարքեմ սրանից։ 4 հատ սարքեմ։ Հիմի արա լավ, ես սպասեք, ես գաղտնիքը վերջում կասեմ։ Տղեկ, հեսա որ Էսա, չէ։ Էսա որ մի հատ էդի սարքեմ, տղեկ մի կենտրոնացիք դες բանը։ Նայ, start-ը հասկացան։ Հիմի նայեք, ինչ եմ ցույց տալ։ User table-ին որ դրա list կանչեմ։ Չենք կանչելու էդի, աշխատելու է։ Հա, ինքը բայց չի գտնելու որ շինա։ Ոնց աշխատելու։ Ինչ չի գտնելու։ Նայ, ոչ թե այդ start-ը բանը նորմալ է, այնի որ user table-ին կանչել դրա list ֆունկցիա։ Դե դրա list-ը արդեն եղածն է նկարում։ Կամ get list-ը կամ կոնե կանչի, որ ցազա բերի։ Հիմի նայ, Նայ, Գուրգեն ջան, էսի ջնջում եմ ստեղից։ Չէ, դիքտոմն այդտեղ հնդի չկա։ Չես ճոգելու, թե չի աշխատավ, թե չի։ Ասա կարող Նայ, user table-ը կանչում է throw list ֆունկցիա, всё։ Ելի նույնն է։ Լրի նույնն է։ Նկնկալի։ Տալիվում։ Գուրգեն ջան, նայ։ Նորից հիշում եք, չէ, էսի շաբլոնը։ Ստեղ սա նկարագրած է ուղղակի, չէ, նկարագրած է տիկ, բայց չի աշխատում։ Ես սարքում եմ ինչ-որ user table, տղեկ ուշադիր եղեք, ոչ մի ֆունկցիա կանչած չի ներսում։ Բացի կոնստրուկտորից։ Միակ ֆունկցիան, որ ստեղ դենց դեմից աշխատելու է կոնստրուկտորը, ինքն է ոչ մի բան չի կանչում։ Տղեկ ուշադիր նայեք ինչ անում, երբ որ ես console log եմ անում, user table։ Այն բանը, այն սարքում։ Տղեկ, ունեմ մի հատ UL, որը որ null է։ Ունեմ դատարկ users։ Բայց այս UL-ը չէ դատարկ։ Դատարկ է, բա ինչ է։ Ունի UL-ը սարքե որ։ Արա ID-ին UL չեմ տվել։ Չէ, Գուրգեն ջան, 0 չպետք է լինի։ Ինքը պետք է էլեմենտը սլներ։ Ահա, այս ուրիշ բան։ Չէ՞ դիկ։ Գելանց գտա։ Տղեկ զավացկու ինձ ինչ պետք էր կար UL-ը ու users-ը։ Հարց, ուրա ֆունկցիաներս։ Prototype-ի մեջը։ Էսի քեզի կոնստրուկտորը տիկ։ Էսի քեզի draw list-ը Վալեր ջան։ Էս էլ քեզի get list-ը։ Տղեկ, երբ որ ես ասում եմ ախպեր setter getter գրեկները համար որ սենց էս կոմենտով տղեկ էդի նրա համար չի որ մյուս ծրագրավորողը մյուս ծրագրավորողից փագի։ Չես կարող, կամ մտնեմ կլասը կնայեմ այսինքն։ Սա կիմանամ ինչ ունես։ Տղեկ ջան, դա ոչ թե իրար փագելու կամ խանգարելու կամ ինչ-որ բաների համար, այլ նրա համար է, որ հեշտ կողմնորոշվեն ծրագրավորողները մեկը մյուսի սարքածի մեջ։ Հիմա Գուրգեն ջան, եթե գաստենաս սա ֆունկցիաները սենց գրած, հա, ու այս բանը չի աշխատում ֆունկցիոնալ։ Հիմա ախպեր ես, դու պետք է Վալեր ջան, տնես, եթե 40 հատ մեթոդ կա, ստե 40-ն է կարդաս Գուրգեն ջան,
Հասկանաց, որը ինչ անը, որ հասկանաս առաջինը, որը պետք է կանչես։ Բարդ է, չէ՞։ Բայց սպասուցի ախպեր մի հատիկ ֆունկցիա է պետք տիկվեզի, որը որ կանչվեր ու սաղ աշխատեր։ Բայց չի ես մի տիկոյի կյանքը բարդացնում։ Խի պետք է օրինակ եմ ասում, կամ տիկոն խի իմ կյանքը բարդացնում, ախպեր խի ամետ կլաս գրել, լավ արի ախպեր 40 հատ մեթոդ է, մարդը եկա ֆունկցիոնալ է սարքեն, նորմալ է որ կարանդը մի 40 հատ մեթոդ է։ Ֆունկցիալ է, վալերջ։ Բայց գիտես տիկոյի թերացումը որտեղ է, որ ինքը մի հատ ստարտափի ֆունկցիա չի սարքե իմ համար, որ ես հասկանամ որն է որ դրսից կանամ կանչեմ, որը չէ։ Հիմա նայ վալերջ կան կլասների մեջ ներքին օգտագործման եւ արտաքին օգտագործման ֆունկցիաներ։ Գուրգեն ջան, հիմա նայ ես git list-ը դուր դեր կանչում կոնստրուկտորի մեջ։ Սա ներքին օգտագործման ֆունկցիա է։ Դրսից կանչել էի վալերջ ջան, այս անտեր ֆունկցիայի։ Չէ, այս նոր բան արինք, եսի գրինք, մորցիկ։ Այս անտերը ներքին օգտագործման ֆունկցիա է, տղեկ։ Ահա, տղեկ, սենց հասկացողություն կա։ Ետ այ ապրես դրով լիստնել է ներքին օգտագործման։ Տղեկ ջան, երկու հատ նշան կա դնելու, հա, երկու հատ տրյուկ կա։ Կամ դեմը տակի գծիկ են դնում, հա, վալերջ ջան, այսինքն որը որ նշան է, տղեկ, ծրագրավորողների նշան է ուղղակի։ Հա, դե եթե տակի գծիկ եմ դրել, Գուրգենը ես ունի քո կամ քո սարքած կլասը տենամ, տիկ չէ։ Տենամ երկու հատի քո կոպիտ ասած 40 հատի գրածից հետ։ Ընդհանրապես 3-ի տակի գծիկ չկա, ես կջոգեմ որ ախպեր ես սիտոքում պետք է 3 հատի մեջ 3 հատը դասից օգտագործեմ։ Դες Գուրգեն ջան, հասար այդ պրիմիտիվ մի հատ քայլ, ու ախպեր ջան, արդեն հասկանալի է։ Ես ումի որ գամ տիկոյի կլասը նյու անեմ, գամ ըստեղ տենամ, հրնայեք տղեկ։ Ինչ օրեցի։ Այ ըստեղ տղեկ ջան, արդեն հա կանչելուց է պետք է տակի գծիկով կանչել։ Նույնը դրով լիստը ճիշտ ես ասում։ Վալեր ջան, արդեն նայ տակի գծիկով պետք է կանչել։ Շա, դե ֆունկցիայի անուն եմ փոխել, տղեկ։ Ուրիշ անուն։ Տակի գծը ոնց սիմվոլ է, էլի։ Հա, ոնց որ հուշում է։ Տղեկ, ցուցակս նկարել է, ամեն ինչ իդեալական աշխատում է։ Գնաց request-ը սարեց, Վալեր ջան, բերես դրով list ֆունկցիան կանչես, տիկ ջան։ Lead սարքեց, սաղ բերես դասրեց URL-ի մեջ։ Սաղ արել է, բայց ինչ տվեց մեզ այդ տակի գիծը։ Գալիս եմ, բացում եմ էսի։ Նայ Վալեր ջան, սաղ տակի գծիկով է։ Արդեն պարզ է, չէ՞ որ ոչ SS-ի պետք է դասից կանչեմ, ոչ էլ էսի։ Որպեսի էսի հենց կոնստրուկտորով չլինի, տիկ ջան, որտեվ կարող է ես եմ ուզում եմ ցուցակը մի 15 վայրկյան հետո սարքել, ցույց տա։ Գուրգեն ջան, դրա համար ես կսարքեմ մի հատ start ֆունկցիա։ Վալեր ջան, տակի գծիկ չեմ դրել, չէ՞։ Ահա։ Էդի նշանակում է, որ ես հիմա ուղղակի կանչեմ this-ի տակի գծիկ get list-ը։ Ոստի։ Start-ը տղեկ ջան, ես կկանչեմ դրսից։ Այսինքն users table-ին կխնդրենք, Գուրգեն ջան։ Կոնստրուկտորի մեջ էլ խի կանչեմ, չէ՞։ Հա, կոնստրուկտորի մեջ։ Չէ, ես եմ կանչում։ Չեմ հասկանում։ Get list start։ Տիկ ջան, պարզ է, չէ՞ որ start-ը արդեն ներքին օգտագործման ֆունկցիա չի, արտաքին օգտագործման ֆունկցիա է։ Վալեր ջան, ինչ արեցի, ասեցի մի հատ սրանից սարքի։ Ասեցի ինչ պետք է անեմ, ասի բրատ, դու պրոստը գնա UL-ը գտի, այ քո մոտ։ Բասես բա հետո, ասի դու հետո ետ գործում ես։ Բայց եթե մի այսինքն որի դեմը տակի գիծ կա, որի դեմը չկա, դրանով ջորնալում ասա։ Նա, ապրես։ Բան չկա, Կա, հեսա կասեմ։ Նշան չի։ Հեսա կասեմ, ավելի գրագետ տարբերակ է կա, հա։ Ես տարբերակներ եմ առաջարկել, դուք հետո ընտրեք, որն եք ուզում օգտագործեք, հա։ Բայց կատակ եմ անում, հետո ստիպված եք ելնելու այն եք օգտագործեք։ Չէ, տղեկ։ Էս եթե ես ձեզ չասեմ, դուք հետագայում հանդիպելու եք ու չհասկանաք ինչի համար այդ անտերը գրած։ Հա։ Որտեվ քիչ չեք գրում։ Հա, սա 1000 տարվա պրակտիկա է ու շատ ա կիրառվել ու լիքը պրոյեկտներում հաստատ մինչև հիմա սենց է գրած։ Հա։ Թեկուս ֆունկցիայով կապ չունի, եսի նշանա, որ նշանակում է, որ սա ներքին օգտագործման է ու արտաքին օգտագործման է։ Okay, տղեկ։ Հա։ Հեսի ավելի շատ Գուրգեն ջան գիտես որն է ինա համահունչ։ Function կոնստրուկտորով գրելուց։ Այսինքն երբ որ հələ class գրել չէին գրում class ինչ որ մի բան։ Հա, եթե function կոնստրուկտորով է դրած, պայի գծի։ Ապրես։ Վալեր ջան, ես էս նույնը կարայի function կոնստրուկտորով գրեի, չէ՞։ Պրոստը սենց ավելի գրելաձևը հարմար է։ Ուրիշ տարբերություն կար class-ի ու function կոնստրուկտորի մեջ տղեկ։ Չէ, բացարձակ գոյություն չունի։ Այն բանա պրոստը գրելաձև։ Այո։ Պրոստը ստե առանձնացրել են կոնստրուկտոր ֆունկցիա, եսի ինչ բան, ոչ։
Հալեր ջան, որպեսզի այս նշանը մենք փոխարինենք իրականով, տղեկ, պատկերացրինք, չէ՞ տղեկ, այս մոմենտը հաստատ։ Սարքեցի այդ կլասից ախպեր ստարտը եւ տամ այդ վաղտեք աշխատել։ Բայց շո, տիկ ջան, նա ես արդեն SSC պոլնի ունեմ։ Եկեք մի հատ էս նասն ասեմ, տղեկ ջան, ուրեմն գոյություն ունի 3 հատ գաղափար։ Որից եկեք երկուսը ասենք։ Այն ինչը որ ներքին օգտագործվում, հա տիկ ջան, օրինակ այս users փոփոխականը, ինչ ես կարծում։ Ներսի փոփոխականը թե դրսի։ Ներսի։ Դսից պետքա որ ուրիշ ծրագրավորող գա, ասի DC users գրիս այդ users table-ը, Գուրգեն ջան, սեն։ Հավասարա հավասար ինչ users table-ի կմերիկ users-ը այսպես տիկ։ Ճիշտ է սենց։ Էսի ճիշտ բան եղավ։ Չէ, դու ինչ գործում ես իմ կլասի բանի հաջող։ Մի որ բան անի, բան չէ։ Այս user-ը ամեն անգամ կանչելուց փոխվում է ինքը, ոնց որ ֆունկցիա։ Չունտենց ասա։ Մի անգամ ասարկվեց։ Չէ, հա, մի անգամ նա է սարքվել է user անունով դրանգով։ Մի որ ինչ-որ փոփոխություն ունի, ըստ հարցման ինքը փոխվելու է։ Դե թազազանգված է վերագրվելու իրան ներսը։ Այդ եմ ասում եմ, եթե այդ մեր վերագրած զանգվածի մեջ ինչ-որ հարցման ժամանակ ինչ-որ փոփոխություն եղավ, ինքը ավտոմատ փոխվելու է։ Ոնց որ թարմացվել է, փոփոխությունը սովորական։ Ֆունկցիան գրում, abc ֆունկցիան որ գրում է մի անգամ կանչելուց դու գրում այդ զանգվածով հաջորդ անգամ կանչելուց ուրիշ բաներ տալի, ինքը փոխվում է։ Էնի ուրիշ դեպք է, մոռացի այն դեպքը, հա։ Էդ էլ կարծեի կարան դες կազմակերպեմ, բայց էնի ուրիշ դեպք։ Հա, Անի սրճի մրճի համար ես ասում։ Համի նայեք, տղեկ ջան, որպեսի մի ծրագրավորողը մյուսի կոդի նայելուց։ Տոխի մենակ մի ծրագրավորողը մյուսի։ Տղեկ, ես էսի կարող գրել եմ 4 տարի առաջ։ Հիմի խնդիր է եղել։ Կամ неужели վալը չէ, ես իմ գրածը չջոգեմ ինչա կատարում։ Կամ ասեմ users, ասեմ լավ, մի ախպերից users-ը պետքա դսից կպնեմ թե չէ։ Կարող է իմ խնդիրի լուծումը նենց, հա, վալեր ջան։ Որ հերիքա ես դսից users-ի դատան ջնջեմ, սա տոշնիկը դզվիտի։ Բայց որպեսզի ես վաղը մսորը դες կացին գործողություն չկատարեմ, ավելավա մի քանից ախպեր գրեմ, որ սա privat է, private։ Չթողեց այսի TypeScript-ի մեջ ծառա, յախքա։ Չի աշխատում, չէ։ Փու արա։ Յախք, արա։ Չի թողում, արա։ Ավել սպասի տնան ֆունկցիաները կան, դες նույն պատմությունը։ Չէ, լավ, տղեկ, եսի Angular-ի մեջ մի անգամից կանցնենք։ Տղեկ ջան, հիշեք մենակ այս մոմենտը, որ կարաք հիմա տակի գծիկով անեք, օրինակ, հələ որ։ Չէ, ընդունված չի։ Հա, ընդունված չի։ Նայեք, տղեկ, կա private ու կա public։ Գուրգեն ջան, որի դեմը որ բան չես գրում, էդի public-ը։ Հա, public-ը Մեկա default-ը։ Չէ, ոչ երկրորդը պարտադիր չի գրել, բայց Եթե ուզում ես գաղտնի լինի, պետք է գրես privat։ Հա, privat-ը մենակ քո կոմպիտ համար է։ Քո կլասի ներսի օգտագործման համար։ Գուրգեն ջան, նայ։ Տակի գծիկը ինչի՞ մի անենք գրի։ Թողելու է, տիկ ջան, ինչ չկա։ Պրոստը ասում եմ ընդունված չի։ Հա? Գուրգեն ջան, այդ տակի գծիկը ինչի՞ համար ենք դնում։ Մենք հասկանանք, որ պետք չի դսից կանչել։ Հա, դսից կանչելու համար է, դսից չկանչեն իրեն։ Դիք չէ, ես չեմ ասում, որ գրում ենք privat։ Դիք նշանակում է, որ դիք ներսի օգտագործման համար է։ Նույն տակի գծիկի փոխարինով։ Տակի գծիկի փոխարին գրել ես private։ Բայց սա տղեկ աշխատի Angular-ի ժամանակ, ես իմ այստեղ չի աշխատել։ Angular-ով մի անգամից այս մասը կանցնենք, պրոստը իմացեք տղեկ, որ Պալիվոմ ու տես տարբերակ ունի։ Ես իմացա դες բան է, ուրիշ մարդ չտենալու համար է։ Չէ, չկա տես բան։ Այդպես գաղափար, տղեկ, այդպես բան չկա ծրագրավորման, այն կոդերի մեջ, որ մյուս մարդը չտենա կամ այդպես չկա տես բան։ Կմտնեմ կոդերդ կնայեմ ինչ մասն է։ Պրոյեկտին դոստուպ ունեցա, ես կմտնեմ կնայեմ, մի պապկետ 10 ձեռք։ Չէ, ես իմացա, որ գրում ես, պրոստը այդ պրոյեկտը ես ես կոմպոտ Նույն տակի գծիկն է Գուրգեն ջան։ Մինչև այդ դոստուպ չտան, իր հետ չի կարողանում։ Նույն տակի գծիկի էֆեկտն է։ Պրոստը Angular-ի մեջ տղեկ, եթե նայ, Վալեր ջան, ասեմ, որ նա տարբերությունը տակի գծիկովի ու private-ի մեջ։ Գուրգեն ջան, ես մի սա
կարամ տակի գծիկով ստեղ կանչ։ Որտեղ տիկ ջան, ստեղ ոչ մի բան չի սահմանափակում։ Սա ուղղակի հուշում էր։ Ալեր ջան, ես այդ տակի գծիկը դրել էի, հաշվի առնելով, որ կոպիտ ասեմ, հաջորդ ծրագրավորողը բարոյականության սկզբունքներով չի օգտագործի դա։ Հասկանալով, որ տակի գծիկ է դրած։ Կոպիտ ճիշտ գրեք։ Աբես, միանգ աշտելու, պոլի աշտելու։ Տիկ ջան, ես իսուտ բարոյականության համար էր։ Որ եղբայր, եթե դու տենում ես, որ տակի գծիկ կա, բարոյապես վարվի։ Հա, այսինքն դա թողած էր խղճի վրա։ Բայց Վալեր ջան, երբ որ գրած է private, Էսի ոնց որ մի հատ է ոստիկան ես դնում դեմ, ասում ես հանկարծ մեկը դասից կանչես, միանգամից էրորը գցի թո եթե։ Հա, այսինքն տեսեք էտա կայֆը, տղեկ ջան, Angular-ը որ արդեն դեմը գրենք private, այլ ուզենասե չես կարա կանչես։ Դաժե ճիշտ անունը գրես, տիկ ջան, ձեր չունես դու կանչելու այդ անտեր։ Համից տենց կարա։ Պարզա չէ տղեկ։ Ահա։ Տեղ ջան, ինչի համար է այս start ֆունկցիան առանձին, որտեղ ես любой moment, տիկ, любой moment։ Արա գիտեք ինչ չենք արել, տղեկ DCUL-ը չենք դատարկել դրա լիստի վաղ։ Ոնց են դատարկում, inner HTML-ը դատարկամ, չէ Վալեր ջան։ Տղեկ հիմի տեսեք, ես կարամ start-ով, չէ, պետք է կանչեմ ստեղ։ Հիմի օրինակի համար տղեկ ջան, որպեսզի ինֆորմացիաս թարմանա, տիկ, կարամ set interval դնեմ, չէ։ Վալեր ջան, կարամ օրինակի համար 5 վարկյանը 1 եղբայր, այս table-ս թարմացնեմ, գրեմ users table-ի start-ը նորից կանչի։ Չէ։ Նայ, ամեն ինտերվալով են, որոնք թարմանում։ Ինտերվալը։ Ոնց խոխտել են մոտ։ Հիմա նայ տիկ ջան, ամեն անգամ այդում է զապրոս։ Որ նորմալ ուրիշ ինֆորմացիա տար, ուրիշ բան նկարես դե։ Բայց եթե ուշադիր լինեք HTML-ին, տղեկ ջան, HTML-ն էլ է փոխվում, նայեք, պրոստը արագ ոնց որ չի զգացվում, նայ թրթրոց կա ստեղ։ Այսա բան կա։ Գունավորում է։ Վալեր ջան, պարզա չէ այս մոմենտները սա։ Տղեկ, տեսակ հիմա կլասը ինչի համար է պետք։ Ավելի կոկիկ, ավելի գրագետ։ Հա, Այս այդ private-ները որ անեք, вообще։ Այնտեղ просто սրանց փոխարեն այն բանները user table-ները այդ start-ն է սարքում, այս մնացած ֆունկցիաները գրում ես իների մեջը, ու քիչ գրելագրել, համարյա գրելագրել փոփոխություն։ Ես ինչ չի։ Հիմա տղեկ, մի հատ բան եմ առաջարկում։ Արվում ենք հետևյալ ձև։ Դե քեզի դզում ա որ ես մի հատ հմին է users table ունեմ, չէ։ Վալեր ջան, կարող է օրինակի համար կողքը մի հատ էլ ես ուզում ցույց տաս։ Մի հատ ուրիշ ըստեղ։ Տիկ ջան, կարող է նույն ցուցակից ուզում եմ երկու հատ ցույց տամ ըստեղ։ Նույն ցուցակից երկու հատ։ Հա։ Մի հատ է ցուցակի ID-ն փոխի ուրիշ։ Դե գնա ID-ն ընդ այդ text content-ը սա քիչ դրա։ Նայ, Գուրգեն ջան։ Ունես մի հատ կլաս։ Որտեղ չորած է, որ քո get element by ID-ն UL1-ը։ Օրինակ։ Անիկը UL2։ UL եսի։ Այնի գողա, մի հատ UL ունեմ։ Մի հատ UL պետք է ունենա իմ կլաս։ Իմ կլասը պատասխանատու է մի ցուցակի համար։ Ամենա ուրիշ բան է դեպի իսկ UL2-ը հավասար է։ Իմի 100-ատ ունեցա table-ը դե 100 անգամ գրելու ես DC UL1, UL2, UL2, UL3 800 տողանոց բան է դառնալու կլաս ամենաչոք։ Աբրես այդ կոնստրուկտորի մեջ Աբրես այսինքն Գուրգեն ջան դու պետք է նայ Վալեր ջան ինչ լավ կոնստրուկտոր եք սարքել, տղեկ Lego-յա, դրսից բան սպասեք։ Այսինքն նա դիվ կդիմի Elif չկա։ If չտենա, հայ Գուրգեն ջան։ Այստեղ գալիս ենք։ Հա, եթե չես օգտագործում, պետք բարձրացի չի։ Գրում եմ ID։ Պարամետրը չէ ID-ն Վալեր ջան։ Document get element by ID-ն ու Վալեր ջան, ինչ որ փոփոխական ID, չէ Գուրգեն ջան։ Տիկ կոնստրուկտորի մեջ
Չես գո, որ արդեն պարտավոր ենք ինչ-որ մի բան տանք։ Օրինակի ինչ տիք ջան։ ID։ Չենք ճոգի տիք։ Նայ։ լավ, հասկացա, ջոգի է։ Նայ, տոյ։ Բայց գներ, ընդեր մի հատ ենք ID գրել, չէ՞։ Մի հատ ID գրել։ Որտեղ։ Ընդեր։ Հիմի որ այդ նույն ֆունկցիան կանչենք ID տեղավորինակ ուրիշ ID-ի անում տան, ինքեդ ուրիշ UL-ի մեջ կգնալի։ Քազա է սարքելու, չէ՞ լրիվ։ Ուրիշ օբյեկտ է, չէ՞։ Ուրիշ նայ, տիք ջան։ Ուրեմն կոնստրուկտորը տեմաղ ոչ մի բան չէր ընդունում։ Չէ, դասից ոչ մի պարամետր չէի սպասում։ Տիք ջան, այստեղ ամեն ինչ չորած էր քո մոտ, գրել էիր UL1, հա? Մխած էր աշխատում։ Այսինքն ոչ մի ճկունություն քո կլասը չուներ։ Էսի աշխատում էր կոնկրետ ախպեր ինչ-որ մի հատ UL-ի համար, տիք ջան։ Այսինքն դու պարտավոր էիր միշտ դնել անունը UL1 բան եւ այլն։ Միշտ նույն ձևով էր աշխատում, տիք։ Ու հիմա ինձ ստեղծվեց սիտուացիան, որ ես պետք է երկրորդ նույնից ունենայի։ Հիմա տիք ջան, կամ տարբերակը այնա, որ մի հատ նույնից կոպի անեմ, այսինքն կլասը։ Մի հատ այսպես կլաս կոպի անեմ, տիք ջան, սարքեմ users table 2 խոսքի։ Ստեղ գրեմ ul2 խոսքի։ Ու մնացածը նույնն է։ Չէ՞ տիք։ Դրա փոխարեն, տիք ջան, մենք որոշեցինք, որ Ալը ջան, պարզա չէ օրինակը։ Մենք որոշեցինք տղեկ ջան, ուղղակի էս անտեր ID-ն, որ ստեղ գրած է։ Սարքենք փոփոխական։ Տիք ջան, կոնստրուկտորով դու կարաս չէ դրսից լիքը բաներ սպասես, երբ որ սարքում։ Ասում եղբայր, առաջի պարամետրս UL1-ն է։ Որը որ ես սպասում եմ որպես ID-ն առաջի պարամետրով եմ, չէ՞ սպասում տիք։ ID-ս ուղղակի փոփոխական է։ Ընդից ես տալի։ Հա? Նայ տիք ջան, քանի ես էսի չեմ կանչել, ես ոչ մի բան է, չի աշխատելու։ Ահա, ես էսի կանչում եմ, ասում եմ բրատ, կգնաս կգնաս UL1 ID-ով։ Չէ՞ Վալեր։ Ահա։ Ու տիք ջան, այնպես ստացվեց, որ ես դասից ես եմ որոշում ինչ ID-ով պետք է լինի։ Ուղղակի է։ Գնանք վստահ ենք տղեկ ջան, որ աշխատում է մեր ֆունկցիոնալում, ահա, աշխատում։ Հիմա Գուրգեն ջան, երկրորդ տարբերակը։ Նայեք տղեկ։ Ես ոչ թե կլասն եմ փոխելու կամ բան անեմ։ Всё, users table 2։ Նայ, Վալեր ջան։ Գուրգեն ջան, ID-ն ինչ պետք է տաս։ 2։ Users table 2-ի start-ը կկանչեմ տիք ջան։ Չէ՞։ Հա։ Users table 2-ի start-ը կկանչեմ։ Գնամ տենամ աշխատում է։ Նայ ջան, էս էլ։ Աշխատող։ Ասխալ ID-ը։ Արա UL second եմ գրել, տոյ։ Ահա։ Հոպա։ Տիք ջան, հիմա նայ, հիմա ամեն այսպես մի հատ փոքրիկ երկու տողանոց կտորը, քո ամբողջ ֆունկցիոնալը կրկնում է։ Ջոգի, Վալեր ջան, այսինքն ես հիմա ուզեմ սրանից 800 հատ կունենամ։ Մի հատ կլաս, մի հատիկ կլաս տղեկ, որը որ ընդունում է ախպերս, ասում է ID-ն տուր, ես քո համար ցուցակը կնկարեմ։ Այսինքն դու ինձ ասա կոպիտ ասած զուտ որ UL-ի մեջ պետք է գցեմ։ Հա? Հիմա տղեկ օրինակ ձեզ չգիտեմ ոնց, բայց ինձ բեսան ջղայնացնում է որ URL-ն էլ է նույնը։ Այսինքն նայ Գուրգեն ջան, ես մի հատ ունեմ այս։ Վալեր ջան, հիմա ես ունեմ օրինակ օգտատերերի user-ների ցուցակ։ Չէ՞։ Հիմա ուրիշ ստարքեմ։ Չէ, ասա։ Նայ Գուրգեն ջան, մի ինչն է հարցը։ Ես կարող եմ հաջորդ վարկանին։ Այդ get-ը set-ը։ Չէ, մոռացի get-ը։ Ճիշտ է սիտոգում կարամ դրանով էլ անեմ։ Բայց կոնստրուկտորով կտանք որ զավացքը միանգամից սաղել։ Հա? Բայց ճիշտ է սիտոգում ես set-ն ու get-ն կարող եմ դե օգնի։ Տղեկ ջան, եկեք օրինակի համար երկրորդ table-ը դիք։ Ուզում եմ ոչ թե լինի user-ներս, այլ ալբոմներս։ Նույնն է, just placeholder get and URL-ի մեջից նայ Գուրգեն ջան, գալիս ես ստեղ, այսի copy ես անում։ Վալեր ջան, պատկերացրի ինչ ենք անում։ Կներեք ես այդա, հա։
Ալբոմս է։ Դա բանը ուզում փոխարեն ալբոմի։ Չէ։ Հա, Դայք, էսի գտակ ես բանը։ հարի դեպեր են, դույն դրանից հալոսա։ Հաջա, հա։ Բանի են իրանք հետ մտել, ես հոսպիտել ամանին կպատասխանի։ Ակցիոս դեպեր դեպեր, Ասա ավելավա ես ան։ Հատիկ է, որ առանձին է սա։ Մենք դրանով Հա, համարը դու իրանց, իմ համարը դու իրանց։ Հա։ Չէ։ Իրանց բաները, ասա թող բան տան, հաշվի համար տան կգցեն դուր։ Կամ ասա մի ժամից ասա կվճարենք, մի ժամից կպրծեմ։ Ասա ոնց կանեմ վճարեմ, թող ինձ բան ուղարկեն, կամ համարը դու իրանց մյատ, էլի։ Մյատ իրանց համարը ինչ որ զանգել են ինձ SMS կանես։ Հա, SMS-երը իրանց հետ խոս։ Հա ջան։ Նայեք, տարեք չեմ։ Կելի ակցիոս թե ուրիշ ֆունկցիա ունենանք մեջ ակցիոս։ Ոչ մի ֆունկցիա առանձին չպետք է ունենաք։ Հա, ոչ մի ֆունկցիա։ Տարեք, ցուցակ։ Ուրեմն get-ից թողերի պարամետր ստանա URL-ը տարեք։ Այս URL-ը։ URL-ը, ինչ որ URL։ Նայեք, տարեք, դաժե սենց ասեմ։ Հասցեն նույնն է, չէ՞ տարեք։ Վերջի կտորը։ Վերջի կտորը կանանք ուղղակի պարամետրով ստանանք դիք։ Կանանք էստե վերևը մի հատ բան ունենանք endpoint անունով։ Որը լի դատարկ սկզբից։ Կամ Գուրգեն ջան, կարող եմ ստել չունենամ, կարող եմ միանգամից ստեղով պարամետրով սպասեմ URL կամ endpoint։ Դսից դու։ Չէ, դա է, թե վերև ունենանք։ Վերևը ոնց անենք։ Սեթերով։ Չէ, ուրեմն դա։ Արի կանց։ Ոչ շատ դա է այդում։ Արի կանց։ Բերեք կանստրուկտորի մեջ ունենանք։ Ասում եք էս։ Կանստրուկտոր հասկանալի է, որտեղ դասից պիտի փոխանցեն, այնտեղ էլ պիտի փոխը գրել։ Կոնստրուկտորով ստացեք տվեք։ Endpoint-ը, չէ՞։ Վերագրեք endpoint-ին։ Դիք ինչ մնաց այստեղ, այս սրան գումարեմ DC endpoint։ Չէ՞ տվեք։ Ահա։ Վալեր ջան, քանի հատ պարամետր, հաջող։ Մի հատ բան, այդ չագետների մեջ չէ։ Ինչ։ Ուզերը Հա, ստացա, հեսա կզանդում։ Էդ բանկար։ Ոչինչ, բաս հեսա դասին, հեսա բանկար։ Գիտեմ, իրա մոտ կա բան, բացես դրան։ Ոչինչ, լավ հեսա բանկար։ Ահա, ժողովուրդ ջան, տեսեք։ Դե տղեկ, կամ կարանք տենց անենք, Գուրգեն ջան, կամ կարամ սենց անեմ։ Նայ, Վալեր ջան, կարամ ես թեք չակերտներն է օգտագործեմ ստեղ։ Նայեցիք։ Կարամ ես թեք չակերտները վստեղ գրեմ դոլարին նշան սենց ու DC endpoint։ Տղեկ ջան, ինչ մնաց, որ դրսից դու երկրորդ պարամետր տակ, չէ՞։ Դիք, նայ, դու քո կոնստրուկտորը արդեն երկու հատ պարամետր է սպասում։ ID-ն տվել ես, Վալեր ջան։ Մնացել է endpoint-ը տաս։ Endpoint-ը ինչ պետք է գրենք, դիք ջան։ Գներեք Users, չէ՞ առաջինը։ հա Երկրորդը albums։ Albums-ը չի աշխատելու, error է տալու։ Որտեղ տղեկ ջան, user-ին է, ավշուտ error չի տալու, պրոստը չի դատարկ անելու էլի։ Error, մի անգամից։ Error, չէ, իմ մոտ error չի, պրոստը դատարկ է, նայեք, դիք ջան, գիտես կա դատարկ։ Albums-ի մեջ get name չկա։
Այսօր մեկ ինձ է Որը։ Էդի ուրեմն խնդիր եք թողել տակ։ Հələ ուշադիր նայ։ Դամը user բան։ Տակ մտեսի նայելով դժեքի սա։ Emni album sinerim olsa. Դες վաղ տվեք մնացածը։ Անջա բերեմ չէ դիսի Endpoint-ը չէի հավասարացրի, հա։ Ահա, տեք ջան, կոնստրուկտորում որ dis-ով չպահենք, փոփոխականների տեսանելիության տիրույթ ունենք։ Այս պարամետրերը տվեք ջան, ուրիշտեղ հասանելի չեն, ես չեմ կարող ստեղ ուղղակի գրեմ endpoint։ Որտեղ Վալեր ջան, endpoint փոփոխական չկա այս կլասում։ Չէ, որտեղ կարամ վերևը։ Ուզեմ Գուրգեն ջան, պետք է dis-ին վերագրեմ։ Չէ կկորի։ Կոնստրուկտորը որտեղ ֆունկցիա է, որի մեջ զուտ այս բլոկների ներսում է, չէ՞ հասանելի տիկես ID-ն ու endpoint-ը։ Դրա համար եմ տղեկ dis-ին վերագրում։ Որ հետո dis-ով էլ դիմեմ։ Որ օբյեկտի մեջ արդեն պահվի այդ start-ով այդ զավացքով վիճակով էլ։ Հիմա տղեկ ջան։ Մեզ մնացել է մենակ n անենք, որ ունենանք երրորդ պարամետր։ Հա, տղեկ Այնտեղ արդեն մեզի պայման պետք չի երրորդի համար։ Ինչ պայման։ Որ եթե փոխանցենք փոխանցվի, եթե չէ, ուրեմն պարտադիր դաշտ տալու։ պետք է պարտադիր։ Գուրգեն ջան, եթե չուզեցավ, քեզ չփոխանցես, թե դու ինչը պետք է կարդաս։ Ուրեմն ստեղ կա հալա ջոգեց ես բանի տեղը text content-ը թող հավասար լինի այդ user get name-ի տեղը թող լինի այն պարամետրի անունը, որը դու փոխանցես։ Ստեղ որ երրորդ պարամետրի ID-ի տեղը դրենք ինչ անուն, հա։ Ինչ որ բան։ Ինչ որ բան։ Չէ, մի վարքյան տղեկ ջան, նայ։ Երրորդ պարամետր պետք է սպասի։ Ինչ որ K։ Չէ՞ տիկ։ Այստեղ TCK։ Նայ, տիկ ջան, այստեղ name-ը, ալբոմների մեջ name չկա տղեկ։ Հա? Բալո ջան, ալբոմների մեջ name չկա, ախպեր ջան։ Ալբոմների մեջ մաքսիմում կարամ title գրեմ։ Այստեղ էլ իշք է։ Դրա համար գնում ենք կոնստրուկտոր։ Text content-ի name-ը դի հավասար լինի DC K-ը։ Հավասարա պարամետրով փոխանցած K-ին, չէ՞ տղեկ։ Գանք կլասը վերջնական փոխենք։ User-ի get name-ի տեղը տղեկ ջան, նելում է user, խարակսի փակագծեր, DC get K։ Չէ՞ Վալեր ջան։ Սենց չի Գուրգեն ջան։ Խարակսի փակագծերով պետք է գրեմ, դե հա։ Դե DCK-ը այն K-ն է տիկ ջան, ինչ որ փոխանցել ենք չերես կոնստրուկտոր, չէ՞ մեզ։ Ահա։ Չէ, տղեկ, կայֆ է։ Users ու առաջին բանին name պետք է տամ, չէ՞։ Վալեր ջան, երկրորդ ալբոմների համար էլ title էր name-ի տեղը։ Գալիս ենք աշխատացնում ենք, տիկի-պուկի աշխատում է եղբայր ջան։ Title։ Արա տղեկ ջան, մեկ ինչ գժանոց բան։ Մի հատիկ կլաս ես սարքե Գուրգեն ջան։ Ուրեմն
800-ը sense table ու ցուցակ կարած ցույց տաս։ Հիմա ես յոելով լիերով արի տղեկ։ Այս նույնը ավելի մի փոճր ավելի բարդացված տղեկ, կլինի ամբողջ table։ Այսինքն Վալեր ջան, հերիքա դու մի հատիկ կլաս սարքես, պրոյեկտը պրծախտի։ Այս դիտերը ընդ Իհարկե։ Պետք է սովորես ճկուն բաներ պետք է սարքես։ Սերմնա բանը, այստեղ կոնստրուկտորի մեջ չեմ ասում պարամետրներ։ Table-ի վերևի գրավները ունենք, օրինակ։ Իմ քաշերը ունենք, head-ի մեջի քաշերը ունենք։ Հա։ Ինչ ունես։ Head-ի մեջի ավելի մեջի քաշերը։ Ավելի մեջի։ Այդ տողը էլի վերևի տողը, ինչ որ տան գրած են։ Okay։ Այդտեղ ունենք ու այստեղ ոչ մի drive list-ի մեջ դի просто քտեմ կնդեր։ Ոսը։ Հա։ Վալեր ջան, բարձա ինչ կատարված դե։ Տայք, ես եթե ունենամ մեծ պրոյեկտ, որտեղ որ լիքը table-ներ պետք է ցույց տամ, տիկ ջան, առանցին էջ իրա, միտեղ պետք է user-ների table-ը ցույց տամ, միտեղ պետք է չգիտեմ, կատուների table ցույց տամ, ալբոմների table ցույց տամ, то ես շատ գիտեմ ինչի table ցույց տամ։ Ինչ է այսից հասնում, Վալեր ջան, սարքեմ մի հատ մարդավարի նորմալ կլաս։ Սա ֆունկցիոնալը ակուրատնի մեջը գրեմ, ինչը որ պետք է դրսից ստանամ, Գուրգեն ջան։ Չէ՞ ես կոնստրուկտոր կստանամ ամենապրիմիտիվ տարբերակով։ Ինչը որ տղեկ ջան, ներքին օգտագործմանը կգրեմ ներքին private-ով կամ տակի գծիկով եւ այլն։ В общем, անես կանեմ տիկ որ պես մխած չորած չաշխատ ես անդել։ Որ ամեն անգամ ստիպված չլինեմ, պետք է կոպիանեմ, տանեմ թազեմ սարքեմ, կոպիանեմ, տանեմ թազեմ սարքեմ։ Այսինքն, բանը սարքելուց տղեկ դրա համար կարևոր է նախագծման փուլը, որ դու հասկանաս ինչ պրոյեկտ ես սկսելու։ Ինչն է հիմնականում քո մոտ օգտագործում, ինչն է քո մոտ շատ օգտագործում, ինչն է ինչ որ ֆունկցիոնալներն են շատ։ Եթե եղբայր էսի շատը արդեն всё, գնաց մի հատ կլաս սարքեմ, տիկ ջան, լավը սարքեմ, փոփոխականներով սարքեմ, պարամետրեր ստանամ եւ այլն, չկուն լինի, որ լիվո այդտեղ օգտագործեմ։ Դրանք հիմա կներեք, բայց արդեն իմ համար вообще էական նշանակություն չունի։ Դուք ինչ բան եք ուզում ցույց տաք, to-do-ն եք ուզում ցույց տաք, թե մնացած։ To-do-ն ես ուզում ցույց տաս, ցույց տուր ախպեր։ Ես կլասին էլ ձեր չեմ տալու, Գուրգեն ջան։ Այստեղ թողնի, ծրի խոսքի։ UL second-ի տեղը թողնի ծրի։ Մի հատ էցամ, տայք, մի հատիկ UL պետք է սարքեմ ու всё ախպեր։ Հələ որ խորանամ կարամ անենց անում ես UL-ն չսարքեմ։ ID-ն հավասար է UL 3։ UL 3 album-ի տեղ ախպեր to-do-ս։ Ընդեղ էլ բա, title-ը որ բան։ Պետք է որ, հա։ Title-ը չէ, դες էլի title-ը, հա։ Բայց դե ամեն դեպքում եկա պետք է փոխանցվեր։ Ամենա իսկ եթե չփոխանցի։ Այսինքն, բա ինչ է բերելու։ Թե հարկի բարձրացում։ Բա եթե փոխանցում ենք, փոխանցենք, եթե չէ։ Բա ինչ կարդա, K-ը որպես ինչ վերցնի։ Ինչ կար, ինչ ինքը։ Ինքը Գուրգեն ջան ամեն անգամ նորն է ստեղծում։ Ինքը Գուրգեն ջան մի նյու արած կլասը, մյուս նյու արածին ոչ ճանաչում է, ոչ գիտի։ Ամեն անգամ էտա կայֆը տղեկ սրա։ Ամեն անգամ թազա օբյեկտ է ստեղծում Գուրգեն ջան։ Իսկ մենք լավ գիտենք որ յուրաքանչյուր նոր ստեղծված օբյեկտ ունի տարբեր բանալի։ Չէ՞ տղեկ։ Կլասը որ սարքում ենք տիկ նյու օբյեկտ չի, ահա։ Եթե օբյեկտը տղեկ երկու հատ նյու արած օբյեկտ չեն կարա երբեք իրար հավասար լինեն, երբեք իրար մասին ինֆորմացիա ունենան։ Պարզա։ Ահա։ Նայ։ Ո՞ր to-do-ը։ Այս է to-do-ը։ Զեց։ Շատ լավ։ Շատ լավ։ Ահա։ Հիշում եք որ ասում եք այ հիմա կհասկանաք տղեկ ինչա կատարվել։ Բարձր, չէ, իհարկե չէ։ Կայֆոտ բան է, իհարկե կայֆոտ բան է, հրաշք կանգնեց կլաս։ Տղեկ ջան, դրա համար էլ Angular-ում ամբողջությամբ կլաս է գրած։ Ամբողջ Angular-ը կազմված է կլասներից։
Երբևիցե։ Вообще, Բացարձակաբար։ Կլասի Կլասի մեջ ես գրել։ Դե քնելու եք կլաս ստենալով, զարթնելու եք կլաս ստենալով։ Ես չեմ էլ անհանգստանում, պրոստը ինձ պետք է որ դուք ես ամբողջ լրիվ հասկանաք։ Ամեն ինչ մի կլաս ան։ Ամեն ինչ ընդեղ տեղ ջան, մի հատ կլաս է իրանից ենթադրում եմ, որ գալու ամբողջ ֆունկցիոնալությունը անում։ Շատ թույն բան։ Դենց էլ ում։ Ընդեղ ավելի մի քիչ ավելի ուրիշ ձևով այդ ամեն ինչը կատարվում։ Դենց հեշտ չի, դու դենց հեշտ մի պատկերացրու։ Որ արամնասումը հա, Սովելու է։ Ախպեր, մի բան ասել։ Երբ ասում է հեշտ է, դենց բան է ասում։ Ընդ օրինակ այդ ամեն էջը սարքելու համար միշտ նույն բանն է տվի։ Կներեք արտահայտության, բայց ինչքան քյալ պետք է լինես, որ խոսքի սաղ էջերը լրիվ նույն բանն է արա, խոսքի վեճի նույն բանն է սիրում։ Դժվար է մի հատ սարքել, դա։ Հետ է դա։ Հաբա, պրինցիպի այդ նույն այն կնոք է, որ բդի սխմես այդաս այն կողքեշ, կարող է նրան լինի Պողոս, այն լուսն է Պետրոս։ Կնոք, պրոստը կնոքի տեղը ու անունն է փոխում։ Բայց այդ սխմել այդան կողքեշ նույն կոդն է։ Դերություն դրած չի մեջ, պրինցիպի չէ։ Որ մասը։ Հենին այ, էջա, ինչ-որ սայթ էջա, մատ կնոք կա, որ սխմես, այդան սխմել ուրիշ էջ։ Դա անգուլար արդեն ունի սարքացած բան։ Չէ, դրա համար չեմ ասում, այդ կնոքի տագից այն կոդն աշխատում, որն միշտ քլիկ բդանես, այդած ուրիշ է։ Այդ եմ ասում, անգուլարը կնոքի անունը կլինի Պողոս է կնոքը կլինի ձախը գնում, արջը գնում, նույն բանը։ Դե հենց այդ անգուլարը ունի ուղղակի պրինցիպներ ու պատրաստի ֆունկցիոնալներ։ Որ պետք է իմանաս ուղղակի ճիշտ որը որտեղ օգտագործել։ Այսինքն մի ինքը սխմել է հաջորդ էջի համար Արդեն ունի սարքած բան։ Այո։ Այո։ Արդեն ինքը պատրաստի բան ունի տվեցած։ Դա անգուլարը այնքան հարց է ձեր համար լուծում, որ չեք կարող պատկերացնել։ Եկներս այս որ մենք մի ֆունկցիաներ անունած կերպի կանցանք, նո, եկե բաներ կան, որ մենք անցանք, իմացանք տագից, նո, իրեն այդ պրաստոյից եկանք, հասանք մի հատ կետ, որը պրինցիպի ֆունկցիան, այս էլ է ֆունկցիա, պրոստը ավելի կատարելագործված ֆունկցիա, ոնց որ Ինքը ֆունկցիա չի, ինքը օբյեկտ է։ Չէ, կոպիտ ասած, ոնց որ ֆորմեր, աբիշի ֆորմեր, որ մենք ինչ-որ բան գտնելու համար 10 տակ կրում ենք, այդ ու ֆորիչը ու մնացածը ավելի կատարելագործված է, ինչ-որ բան ֆիլտրելու համար մենք պայման ենք ստուգում, նոր ենք ֆիլտրում, նու գտնում այս ֆիլտրով ավելի հեշտ է լինում։ Նույնն է այս բանն է, ֆունկցիայի ու կլասի մոտավորապես այդ վիճակը։ Իրականում ինչ-որ չափով համաձայնում, բայց իրականում այդպես չի կարելի ասել։ Որովհետև մեկը իրանց կիրառություններն առանձին ունեն։ Այս կլասները սա մեր անգլիարում է, թե այդ մնացած տեղերն են։ Կլաս հասկացողությունը տղեկ, ուզում եք Java անցեք։ Ուզում եք բան անցեք, Python, C#, ուզում ես գնալ լյուբոյ լեզու վերցրու։ Տղեկ, կլաս հասկացողությունը կա յուրաքանչյուր լեզվի մեջ։ Սա շատ լրիվ նույնն է, Վալեր։ Ոչ, կոպիտ ասած։ Սա տղեկ կլասը գաղափար է, ուղղակի կիրառություն չի։ Գաղափարը սա տեղերը նույնն է։ Մի ուրիշ հատ, այդ հասանք հենց անգլիարի պահը, որ մտնում ենք անգլիար։ Մինչև անգլիար մտնելը, այս մեր մնացած իմացած ամեն ինչով կարա լյուբոյ ճուղ էթանք կոպիտ ասած։ Հայ, ինչ-որ բաներ կա, որ էլ մեկը ունի, էլ մեկը չի։ Տարբերնի լրիվ ուրիշ լեզու է։ Չէ, նայ, ուրիշ լեզվի համար չեմ ասում։ Նայ, Գուրգեն, Java-ն է ունի for, Java-ն է ունի for each, Java-ն է ունի find, Java-ն է ունի բան Բայց ուրիշ ֆունկցիա խոսքի function, Java-ն է ունի class, Java-ն է ունի function, չէ, իրաց մոտ function constructor չի, իրաց մոտ class։ Այդ private-ը ընդեղ էլ կա, constructor-ը ընդեղ էլ կա։ Իրանք ուրիշ ֆունկցիոնալություն են անում ընդեղ, թե ուրիշ բան է դեպի լրիվ։ Բայց տես գործիքակազմը, գաղափարները, հասկացողությունները, սա նույնն է։ Մենք DOM-ի հետ ենք աշխատում, իրանք DB-ի հետ են աշխատում, խոսքի։ Անուններն է փոխում, մեկը ինչ-որ Դե գործ չէ, դե իրական տարբերությունը մեծ է, չի փոքր է տարբերությունը, բայց ընդհանուր
գաղափարապես կոպիտ ասած, քո համար օրինակ դες դրական եմ ասում, ախպեր, եթե դու մի լեզու գիտես, քո համար հաջորդ լեզուն սովորել ուղղակի ցանկության հարց է։ Просто դի սովորես ստեղ ֆունկցիա է կոպիտ ասած։ Ստեղ ոնց է այդ ֆունկցիան գրվում։ Կարող է իրանց մոտ ֆունկցիան տակի գծիկով է գրվում, օրինակ եմ ասում։ Կարող է իրանց մոտ zaprosaնել ոչ թե Axios get-ը, այլ չգիտեմ, Prometheus եսի միջ ախպեր։ Որոշ անունների ինչ որ դերադերի տարբերություն։ Այո։ Մնացածը սա տագից նույն Բնականաբար կունենա ամեն լեզու իր սպეციფիկան, օրինակ տիպերի հետ։ Կամ type of-ի հետ, type-երի հետ, հա, հենց ինչ է, չէ՞, type of none undefined բաներ, number-եր։ Դա JavaScript-ի սպეციფիկա է, դա չի կրկնվելու Java-ը։ Դե նյուանսներ կա, այսինքն ամեն լեզու ուզես թե չուզես տղեկ, ունի իր սպეციფիկան է նորմալ։ Բայց ոնց որ 70-90 հարաբերություն Միանշանակ մեծամասամբ նույնն է։ Պրոստը արդեն դե ամեն լեզու իր բանը կիրառելուց, կոնկրետ ինչ-որ տեղ կիրառելուց ուրիշ բան է։ Մի անգամ թերթում էի, դե որ շատ վիդեոներ է ստանում մի բանի վրա, բայց դիքը վերում է, բայց տարբեր լեզուների համար։ Այնտեղ մի բանկար ֆորումը ռեգուլի ձևի է գրվում, այդ լետիկ չեն գրում, պոլիտել բխարունակ բան էին անում, բայց էդի ֆորում է։ Հասկանում եմ։ Էսի շատ հետաքրքիր բան է, հեսա Էսի դες, բայց դրա վերաբերյալ ես պատկերացնում ես, պատկերացնում Այսի ես նորմալ դեպի փոխ դիքը բան դիքը փոխություն է Ademler tam bir saat. Ne yapmış var? Hadi bir tane tezden farklı bir saat seçiyor. Mesela diğer olan bir soru geçer. Bir gelişi tam bir geliş tezden bir geliş. Mesela tezden değiştirmek gerekiyor. Դրանց գրում զանգում եմ չեն վեկալում, բանը, հենց քեզի զանգենք, ասես, որ զանգում եմ վերցրեք, կամ ասա, ինձ թվում է կամ զբաղված են կամ ինչ-որ մի բան, բայց որ բանը հենց նորից հետ զանգեն, ասա, այդ համարից զանգել են վերցրեք, որ խոսանք։ Okay, տղեկ, հիմա вообще մի հատ բոմբ բան ենք սարքում, տղեկ։ Հեմի։ Հա, բայց է։ Ասում եմ այսօրվա գործ եք, սա չեն թողնում։ Հա, շատ է։ Անգալիաներ բանտարկում, որ Էսի ջնջում ենք։ Հա, մարդը ջնջում, մարդը Կոմենտիկ բայկը։ Պահում որ սրանով նայ table գրի։ Հատ գիտես, որ table ես գրելու արդեն։ Քիթս Չէ, լեկը որոշենք։ Table Չէ, դու ես դանդուր շարունակել։ Տղեկ ջան, եկեք մի հատ պրոյեկտ սարքենք, class project։ Տղեկ, հիմի նայեք, արդեն մեծամասամբ ըստ է շաբլոն բաները, որ միանգամից գրում ենք անցնենք առաջ, լալալուլու չենք անում։ Գերել ենք, տղեկ ջան, ուրեմն բալեր ջան, գաղափարը ասեմ, որ ընդհանուր պատկերացնենք, հա։ Պրոյեկտը գիտենք ինչ բան է։ Օրինակի համար ծրագրավորման մի հատ պրոյեկտ են տվել, որ վրան պետք է աշխատի։ Ով պետք է աշխատի ծրագրավորողն է, տղեկ ջան։ Այսինքն իմ համար որպես ինժեներ, պրոյեկտը առանձին կլաս, հա, Գուրգեն ջան։ Ծրագրավորողը առանձին կլաս։ Այսինքն ծրագրավորողը ունի իր գործառույթները, պրոյեկտ հասկացողությունը իրան։ Այսինքն այդ project-ի մեջը մի հատ էլ ուրիշ մեջը չի։ Լինի Առանձին։ Պրոյեկտը ծրագրավորողը տղեկ ջան չի պատկանում պրոյեկտին, աշխատում է ուղղակի վրա։ Համատեղ դրանից առանձին։ Մի հատ կլաս developer, չէ՞, բալեր չէ։ Երկու հատ հասկացողություն ունենք, տղեկ ջան, developer ու project։ Ես ինչի։ Հա, ամեն մեկը մի բան է, տղեկ ջան, ես կարող եմ այսօր այս մի պրոյեկտի վրա եմ աշխատում, կարող եմ այգուց մի։ Շաբլոն եմ սարքում, ունեմ ծրագրավորող, ունեմ պրոյեկտ։ Հələ որ մի կապեք, իրանց մեջ հələ որ բացատրեք ոչ մի կապ չկա, տղեկ մի վարքան
Մենք YouTube-ով բերում այդ ալգորիթմը անել։ Նմանատիպ վիդեոներ։ Правильно, սխմեցին բրոս է խոսում։ Այս բանի, այս sponsor project ծնող, ոչմ այդ կառում է ստեղ զիա է, բան։ Այս ոստիակնյա։ Հա։ Բարը ստում միացնում, բայց առանց հեսա նորասի, դա մի շատ մի քանի դաս կա դրա։ Ինչ-որ բան ասում ես։ Մենք ենք գերե։ Ապացել չոր բանից երբան չկա է։ Մեր գերգիրի Սերտա, հա։ Դիսը response դիքսոն։ Ժողովուրդ, հիմա տաշեք, պրոյեկտը բնականաբար ունենալու է անուն, պրոյեկտը ունենալու է թիմ, տակ ջան, թիմը բաղկացած ալնելու օբյեկտներից ինչ-որ, չէ, դատակ զանգված է, զանգված, գուրգեն, զանգված, այսքան թիմի անդամներ են, չէ ելնելու, ոնց էր յուզերսը, այա բուս, հա, Համի տղիկ ջան, դա նորմալ է, որ թիմը, որ պրոյեկտը հələ չկա, թիմի անդամները դատարկ է, ոչ մեկ չկա այս թիմը։ Հեսա հələ միք վրազ։ Ուրեմն նայեք, տղիկ ջան, կոնստրուկտորով պետք է սպասենք title, վերնագիր, չէ։ DC title-ը, հավասար է title։ Բալը ջան, ինչ եմ անում, ուղղակի ասում եմ ախպեր, կոնստրուկտորով պրոյեկտի անուն տվեք։ Okay։ Տղիկ ջան, developer-ը ինչ պետք է ունենա։ Անուն, տարիք ու աշխատանքային փորձ։ Experience։ Ուզես չուզես, գուրգեն ջան, սաղ ես անուններով պետք է գրես, միտեղ սխալ անուն գրիր, ասել են ես ինչ անում եմ։ Ես արև եմ նուաղվիղ բրեմ, չէ։ Չէ, ձեր համար էլ է։ Մի վաղտետը հələ որ լավ է, վերերը որ գնում ես լավ է, այսը որ իչար մեկ համը գերի։ Բայց կրոնիկից տող։ Վերերից տենց գրելը մի Սա, name age-ը, տղիկ ջան, գրեցինք, DC name, հա, եսի արդեն գրեք էլ, հենց մի սպասեք, DC name-ը հավասար է։ Naming, բալը ջան, DC age-ը հավասար է age-ին, պետք է պայենք, թե չէ հետո կկործնենք, չէ տիկ։ DC, experience-ը հավասար է experience-ին, ահա, գժանություն, տատին կախարդ է, էլի, մի նայեք աղբի, ուրեմն project-ը ունենք, developer-ը ունենք, ներքև մի հատ մեթոդ կունենանք, ապշուտ ըստեղ, developer-ի մեջ, add skill, skill-ը հմտությունն է, գուրգեն ջան, հա, չէ, add skill, ես նայ, add skill, ուրեմն skill-ը վերևում մի հատ զանգված է, տիկ ջան,
Որտեվ այդ մարդը մի հմտություն չունի, չէ՞, Գուրգեն ջան, լիքը հմտություններ ունի։ Օրինակ մեկը մենակ HTML է անում, Տիկ ջան, մեկը HTML CSS անում, մեկը HTML CSS JavaScript անում։ Դրա մեջ, Հա՞ջան։ Տեքստեր անուններ, տեքստեր անում ուղղակի։ Տեղ ջան, add skill-ը ինչ ֆունկցիա է։ Հա, պարամետրով պետք է Գուրգեն ջան, սպասենք ուրեմն։ Name ինչ որ, չէ՞։ Ու ինչ անենք Տիկ ջան, this is skills-ի մեջ push անենք բանը, չէ՞, մեր այս name-ը։ Ինչը։ Հələ մի րոպե։ Բան ֆունկցիա չի, չէ՞, Վալեր ջան։ Գուրգեն ջան։ Փակ ֆունկցիա չի։ Կարամ դες կանչում։ Okay։ Տղեկ երկու հատ ֆունկցիա ունենք, մեկը project, class ունենք, մեկը developer։ Լավ։ Գնանք մենք developer սարքենք։ Constant developer հավասարը developer 1 կամ ինչ ուզում եք դրեք։ Developer հավասարը տղեկ ջան, new developer Վալեր, չէ, ահա։ Գնացինք։ Անունը տանք, օրինակ, Կազոյան, տարիքը տանք 24, տարիքների փորձը խոսքի 7։ Ես name-ը իրականում կարակ ընդհանուր դնեմ կամ կապ չունի։ Վալեր ջան, կարամ մի 4 հացից developer-ներ սարքեմ, չէ՞։ Developer 2, developer 3 Էսի 20 տարեկանը 2 տարվա փորձը, վաղ պերջում։ Նյուտոն, հաջան։ Հա, 3 հատ չէ։ Նյուտոնը աղբերս 90 տարեկան, տարիների փորձը 40։ Վալեր ջան, ուրեմն արդեն 3 հատ ծրագրավորող ունենք։ Բայց Տիկ ջան, մի հատ պրոբլեմ ունենք աղբեր։ Այս ծրագրավորողներից ոչ մեկ չունի փորձ։ Absolut լրացված չի ռեզումեն։ Հիմի որ հարցնեմ աղբեր, այս ծրագրավորողը ինչ գիտիք, ոչ մեկ չգիտի։ Նայեք, Գուրգեն ջան, սարքել ես եկիք, չէ՞։ Ոչ մեկի սկիլերը լրացված չի։ Ես ոչ մեկի հմտությունները չգիտեմ։ Հա? Հա, օքեյ, աղբեր, դու աշխատող ես, անունդ Կազոյանը, աղբեր ջան, տարիքդ 24 տարեկան է, տարիների փորձն է, աշխատանքային փորձը 7 տարի։ Բայց ինչ ես անում, Գուրգեն ջան, ես չի իմանա։ Հա, այստեղ բանը skills-ի մեջ է ինչ-որ Developer-ի, ասում ենք, add skill տվեք, չէ՞։ թազը բան, բայց Developer-ի մեջ add skill ենք գիրել։ հա, Add skill-ին Վալեր ջան, փոխանցենք ենթադրենք HTML։ Այս մարդը HTML-ը կարում անի Գուրգեն ջան, ինչ բան չի։ Տիկ ջան, կարամ այս մարդուն նույն ավելացնեմ ոչ միայն HTML, այլ նաև CSS։ Նույն մարդուն։ Developer երկրորդին, եկեք այս developer-ին JS-ն է ավելացնենք, աղբեր ջան, այս մարդը երկա տարիների փորձ ունի։ Developer երկրորդին ավելացնենք։ 40 տարեկանի բան չէ։ Մենակ skill բան կդնենք անունը, Python կդնենք, աղբեր, այս մարդը Python գիտի։ Աղեք։ Python գիտի տղեկ ջան, մեկ է բան գիտի, MySQL խոսքի։ Developer 3-ն է աղբեր ջան, մեծ մարդը այս թազր բաներից գլուխ չի հանում։ Մենակ գիտի, չգիտի մի հատ բան գիտի։ Ինչ տնեմ։ Word աղբեր, չգիտեմ։ Ինչերից։ Վալեր ջան, ընդհանուր միտքը հələ որ պարզա, չէ՞։ Ահա։ Տիկ, հիմի նա 3 հատ ծրագրավորող ունենք, սաղի ռեզումեներն էլ լրացրել ենք։ Գուրգեն ջան, մենակ գիտես ինչ չունենք։ Հիմի ես որ ասեմ աղբեր,
CV-ին գիտեք ինչ է, կամ եկեք գրեմ ռեզյումե, տվեք։ Գուրգեն ջան, արի ծրագրավորողի մեջ, հա։ Տեք ջան, ռեզյումե ֆունկցիա պետք է սարքենք մի հատ։ Գիտես ինչ անում այս ռեզյումե ֆունկցիան Գուրգեն ջան։ Վրան մի հատ ընդհանուր բան է վերադարձնում, տեքստ։ Let տեքստը։ Հավասար է դատակ տեքստ։ Կամ տղեկ համաձայնեք, եկեք մի անգամից մեն թեք չագերտներովից սարքենք։ Տիկ ջան, ինչ է պետք ռեզյումեիդ մեջ գրես։ Անուն ազգանունը, չէ՞։ Գուրգեն ջան, ոնց է քո անուն ազգանունը կլասի մեջ DC name, չէ՞։ DC name-ի մեջ եմ պահում։ Վալեր ջան, էլ ինչ է պետք։ Ստորակետից հետո կարող լրացնեմ տարիքս։ Գրեմ my age, չէ՞ նայ տիկ ջան։ I am, արես ես գրեմ I am, ես իմ ինչ, my age is. What is your name? My name is John Smith. This is age-ը տվեք։ Սենց անեմ էլի բան, հա։ Նայ դիք ջան, գրում ենք I am working about DC experience։ Ասպահբեր, ես ինչ ան, ես ինչն եմ, իմ տարիքը այսքան է, ես աշխատում եմ մոտավորապես այսքան տարի։ Այսքան year, այս ես տագի բան, իրավ որ սենց եմ անում, որ տարբերի անունը չունի։ Ռեզյումե եմ սարքում ավտոմատ, էլի։ Ահա, տղիկ ջան, հիմա մնացը ստեղ մեզի, մնացածը։ Հիմի պետք է այս մարդու մասնագիտական հնարավորությունները թվարկել։ Ուրեմն ներքևում գրում ենք my skills is կամ are։ Տիկ զանգված ունեմ։ Skills-երի։ Այդ տաղը գրեք։ Join-ը։ Հալեր ջան, զանգվածի վրա join-ը ինչ էր անում։ Join-ը։ Դե արի ստորակետով կպցնեմ իրար, տղեկ, ինչ կասեք։ Կամ պռաբել ստորակետով, նայ այսինք սիրուն գրեք։ Չէ՞։ Այսին հենց եմ անում, տղեկ ջան, որ ռեզումեն պոլնի, սարքեմ, քո լրացրած ինվորմացիոնների վրա, տիկ ջան, ես չի օթից վերցրել։ Սիրունցան անում։ Ինչ, պրասնեսը։ Վասը, կարոշ։ Ահա, նայեք, տղեկ ջան, պրաբելը դրել եմ Գուրգեն ջան, որ համես կոմից ամեն կոմից, կարամ եմ, էմենակ ես կոմից տեքեմ, էլ։ Հետի կալավր չի եկան, երական չի։ Տղեկ, ապել ռեզում է եղավ։ Անունս ասեցի տիկ ջան, անունը սուրդուց վալեր ջան, կոնստրուկտորի մեջից։ Տարիքը սուրդեղից կոնստրուկտորով տվել էիր։ Այս բանս, աշխատանքային տարիներից փորձը ուրդեղից էլի կոնստրուկտորից, մենակ սկիլերն էր Գուրգեն ջան, որ դու մեթոդով էիր ավելացրել, բայց զանգվածից մեջ էր։ Սկիլերն էլ ախպեր ջան, join արեցի, չէ՞, ստորագետներով, պրծավ կենաց։ Տղեկ ջան, արա ես դե մի անգամից const գրեի, const text, որտեղ նենցավ վերջնականներ։ Վերջում return անեմ text-ը։ Այսքան Վալեր ջան, քո ռեզումե ֆունկցիա է, որը
վերադարձնում է վերջնական տեքստ, չէ՞ Գուրգեն ջան։ Որից հետո։ Ռեզյումեն կանչին դե բանի մեջ։ Որտե՞ղ ուզում։ Չէ, էսի էլի ներքին օգտագործման է, Չէ, դրսի։ դրսի հալա։ Օրինակ դե։ Նայեք, Տանիկ ջան, օրինակ փորձելու համար console log եմ անում, առաջի developer-ի get resume։ Просто resume։ Չէ, Վալեր ջան, սենց։ Developer-ի resume որ կանչենք, Տիկ ջան, նա 3 հատ ծրագրավորող ունենք։ Առաջինի resume, երկրորդի resume, սենց։ Հա? Չէ, Գուրգեն ջան, 3 resume ֆունկցիաներն է կանչենք։ Մեկը մյուսի հետ կապ ունի, Գուրգեն։ Вообще կապ չունի, չէ՞։ Ահա։ Ահա։ Դրամ console տվեք։ Ուրեմն 3 հոգու resume ունեմ, Վալեր ջան։ I'm Kazan, my age is 24 software ախպեր ջան, I'm working about 7 years. My skills are HTML, CSS, JS. Ու սենց հերթով, նայ։ Էլի կապ չունի ոնց։ Հետո առաջ է, դու կողմից բան։ Դա ուրիշ դեպքում։ Զա։ Դեք պարզա չէ՞, մասը հələ որ։ Եկեք հիմնած հասկանանք ինչ ունենք։ Մի հատ developer class ունեմ իր skill-երով ու ինֆորմացիայով, որը կոնստրուկտորով ստացա, մի հատ բան skill ավելացնելու, հա, հմտություն ավելացնելու մեթոդ ունեմ, մի հատ resume ստանալու մեթոդ ունեմ։ Լավ։ Console-ը թողնեն, լավ, չի խանգարի։ Ահա։ Վալեր ջան, ամենաանկապ վիճակը project-ի մեջ է։ Տանիկ ջան, այս պրոյեկտում ոչ մի բան չունի։ Add developer։ Չնքի չեմ։ Հայտերը հավասար է հայտերի։ Այդ մի հատ բան։ Մի հատ ֆունկցիա սարքենք, որի միջոցով Տանիկ ջան, պրոյեկտ սարքենք ու պրոյեկտի մեջ կավելացնենք ծրագրավորողներին։ Ոնց է, ոնց որ մի հատ chat է սարքում, chat-ում մարդկանց է ավելացնում։ Նույն ձևի։ Մի հատ սարքեմ պրոյեկտ, Գուրգեն ջան, պրոյեկտում կավելացնենք ծրագրավորողներ։ Այս developer-ը լի, հա, this get time get ABS DC թիմի մեջ push ենք անելու developer-ը։ Всё։ Այդ ջան, եկեք մի հատ option ֆունկցիա ունենամ, որը որ կլինի show developers։ Դեռ show developer, հա։ Այսինքն կթողը։ Հələ որ ինքը ինչ կանի, Տիկ ջան, show developers կանչելուց պրոստը թող console log անի DC թիմը։ Ինչեւ հեսա կասել ինչ ենք անում իր հետ։ Այսինքն դուրսը կանչեն, տանք պարամետր developer-ը։ Այո, Այդ պրոյեկտը հավասարեցնենք մավանում։ Նա, պրոյեկտը պետք է սարքենք, տվեք։ Պրոյեկտ չունես, Google ջան։ Կարող է պետք է գրես constant project-ը, հավասար է new project։ Վերնագիր պետք է տանք պրոյեկտին, ասում եմ, չգիտեմ, խոսքի բան, converse։ Converse-ի պրոյեկտն եմ սարքում։
10 փոքր մեջ է։ Ահա, տվեք։ Պրոյեկտին անուն տվել եմ։ Ինչ բնավ պրոջեկտին ասեմ add developer։ Որին ենք ուզում աշխատենք, ուզում եմ 3-ին եք ցել տվեք, ինչ կասեք։ Վալերյան developer twin եք ցեմ։ Տեղ չէ, Գուրգեն ջան, ինչ անում, ամեն անգամ զուտ են զանգվածի մեջ ավելացնում, չէ։ Տվեք գլուխները չի ծառացը, չէ։ Պրոցեսը ոնց որ մի անգամ գրում ես, այն վերևն անում կոդը։ Հա, իշում եք եւ իշում բաներ ունեմ, պետք է հասնես ինձ է։ Հա, ճիշտ է, հələ մի ֆայլի հետ գործում ես, բա որ ես այդպես 48 հատ ֆայլ եմ բացում, ֆայլի հետ գրել էլի, պրոցեսը բանը։ Ոնց որ այն ամենավերևը առաջի կետը գրում ես ինչ որ մեծ բան ես գրում, ես գրելով բավարար իշում ես ու բդրում ես բանը, պես գրելով փոխելու։ Գնաց գետի։ Հիմա նայեք, տեք ջան, developer tune, սա հետներ է, սա ճիշտ է։ Հա։ Եկեք պրոյեկտին խնդրեմ, տվեք ջան, որ ցույց տա բոլոր developer-ներին, չէ՞։ Գուրգեն ջան, ինչ էր անում show developer-ը, console log-էր անում DC team-ը, չէ՞ Վալոր ջան։ Ուրեմն զանգված է Գուրգեն ջան։ Որտեղ որ տիպիզացված օբյեկտներ են տիպ։ Անկապ օբյեկտներ չէ։ Developer տեսակի օբյեկտներ են իրանք, չէ՞ տիպ չէ։ Այդ ինչա նշանակում Վալոր, որ ես ունեմ բոլոր մեթոդներին հասանելիություն, որը որ կար developer-ի մեջ տա։ Այսինքն չերեզ զանգը։ Այ։ Մի sense ասած այդ բանը, project-ը դառա սրանց հետ։ Հա։ Բայց ո՞նց է։ Ասեմ։ Ուրեմն այս ռեզումեների console log-ը ջնջի։ Developer-ի մեջ մենք ունենք այս հա resume որը դե։ Այս սրանք ջնջեք որ պրոստը գրել։ Հա։ Resume Տայք ճա show developer project-ով, project-ը ուղղակի նա առանձին օբյեկտ է, որը իր մեջ ունի ուղղակի տղեկ զանգված։ Նա նես չի դարավտերին ու տիրակալը պրոյեկտների, developer-ների։ Պրոստը կոպիտ ասած կապ ունի իրանց հետ, հա։ Տեստիկ ջան, ինչ ստացվեց, որ պրոյեկտը ու Վալեր ջան մեր developer-ները ինչ որ ձևով կապ ստեղծեցին իրար միջև։ Ինչ ձևով, տիկ ջան, շատ հասարակ պրիմիտիվ ձևով, ուղղակի զանգվածի մեջ կա developer։ Այսինքն նայ, պրոյեկտին Գուրգեն ջան, ես հասանելիություն ունեմ։ Կարամ ասեմ, պրոյեկտի developer-ներին։ Կարամ ասեմ, պրոյեկտ ջան, երբ որ դու ասեմ ցույց տուր քո developer-ներին, դու ոչ թե պրոստը console log արա զանգվածում քո զանգվածը, այլ ասում եմ եւ պետք է։ DC թիմի վրա մի հատ ֆորֆորա, չէ՞։ Բալը ջան, զանգված չի։ Այս զանգվածի մեջ իմ developer-ները չէ, որոնց add եմ արել։ Գուրգեն ջան, ես եմ ադարը, ես եթե ոչ մեկին add չանեի սենց, այս պրոյեկտը ոչ մի կապ չէր ունենալու տղեկ ես developer-ների հետ։ Ես եմ այդ անձամբ եմ այդ կապը ստեղծել։ Այսինքն այս show developer for հետո մենք հասանելիություն ունենք իր բոլոր բաներին։ Ապրես, console log developer եմ անում հեսա, Գուրգեն ջան, ստեղ։ Պրոստը կամաց եմ գալի։ Գնացինք, այս թիմի console log-ը պետք չի, որտեղ արդեն for-ով ցույց տալի, գնացինք։ Այս տղեկ ջան, ունեն բոլորին հասանելիություն։ Մենք պրինցիպի կարող դրանք այդ փոփոխականի անում եք կետ ու resume ինքը կամիս։ Վալեր ջան, որտեղից եմ կանչում developer-ի resume-ն։ Project-ի մեջից։ Նորից հարց։ Որ դու ծախպեր պրոյեկտին հասանելիություն քո developer-ի resume ֆունկցիա։ Գուրգեն ջան, էս ինչ եղավ։ Արագություն եմ դերում։ Չէ, նայ, հա, բայց տայք շփոթեք, resume ֆունկցիան չի պատկանում պրոյեկտին։ Պրոյեկտը ուղղակի չի կարա կանչի ինչ-որ կետ resume, չունի, ինքը չգիտի դրա մասին։ Տիկ ջան ինքը գնաց developer-ին խնդրեց,
Մտքում մեջ կա Developer-ը հասարակ բան չէ։ հասարակ Developer-ը new արած, տիկ ջան։ Developer-ն էր։ բան է, գործան։ Նայ, հələ նայ console login տիկ, նայ։ Այս resume engineer։ Նայ, տիկ ջան, երբ որ դու գրեցիր team-ի, դու ես, չէ՞, push արես developer-ներին։ Մինչև էդ էլ դու ես new արել, չէ՞։ Քո developer-ները իրանց մեջ իրանց ֆունկցիաներ, փոփոխականներն ունեն, չէ՞։ Հիմա տիկ ջան, դու գրել ես team-ի մեջից սա developer-ներին console log-ա։ Սովորական օբյեկտ չի, չէ՞։ Հատուկ տեսակի developer տեսակի օբյեկտ։ Բալաշ ջան, եթե ինքը developer տեսակի օբյեկտ է, ուրեմն ինքը իր մեջ ունի age, experience, name, չէ՞ տիկ ջան։ Skills ու prototype-ում մեթոդներ։ Add skill, resume, constructor, չէ՞ տիկ ջան։ Ահա, էսի դու ես գրես դեռ։ Պրոյեկտը տիկ երբեք չի կարա գրի resume իր մոտ ուղակի։ This resume, sense։ Ու աշխատի։ Գիտես խի, որտեվ իր մեջ չկա գրած resume ֆունկցիա։ Բայց տեք ջան, developer-ը ունի իր մեջ։ Այսինքն հիմա մայա մեջ Նայ, տիկ ջան, հիմա ես ինչ-որ օֆիսում աշխատում եմ։ Օֆիսում ես ուղղակի աշխատում եմ։ Ես ունեմ իմ հնարավորությունները, տիկ ջան։ Իմ տնօրենը չունի այդ հնարավորությունները, օֆիսը չունի, այդ ես ունեմ։ Միակ բանը, որ կարող անի օֆիսը, ինձ խնդրի, որ ես այդ իմ հնարավորությունները օգտագործեմ։ Կոպիտ եմ ասում, մի հատ լուրջ ծանոթ ունեմ հարկային, ախպեր, եթե պետք եղա, որ այդ ծանոթը խառնվի, ինձ պետք է դիմի։ Իրանք չեն կարող Ալեշ ջան, մի անգամից այդ բանին մասնագետին դիմի, որովհետև ես եմ կապող օղակը։ Նույնն էլ ստեղ, տիկ ջան, դու ունես ստեղ доступ developer-ի։ Դու կարաս developer-ին խնդրես, որ իր ռեզումեն տա։ Պրոստը տես դու շղթա ունես, արդեն կապ ունես։ Չէ՞, Գուրգեն ջան։ Աբրես։ Բայց մի ուրիշ բան է, մի Նայ, դզեց։ որոնակ Էսի պրոյեկտի մեջից եղավ։ թե հասկանա մենք մի կան այդ ֆորի մեջ պայմանագրենք, եթե developer նո մենք քեյով ալում ենք, չէ՞ նեյմերով բան։ Մի եթե իրանց անունները Եթե developer-ի, եթե անունը էսա նոր տուր ռեզյումեն։ եթե developer-ի օրինակ տարիքը մեծ է 20-ից, Էլի developer-ով են բանում։ իհարկե։ Դու եթե developer-ի լավ օրինակ ես ասում, եթե developer-ի տարիքը մեծ է 24-ից նոթոր ռեզումեն տվյալ։ Հա, մի հատ էլ բան ասում։ Մի այնվաղ որ մենք developer-ի մեջ գնում ենք this, որ ինքը developer-ին որպես this-ը developer-ը copy դասած, this-ը հասկանում է developer-ը իր մաքսիմումն է։ Չգիտեմ, մի հատ նորից։ Նայ, այս native մակալասը որ գրին կանոնի developer։ Հա, այնի։ Դրա մեջ մենք գնում ենք this get age-ը հավասար է age։ Okay, դա developer-ին է վերաբերվում։ This-ը Developer-ն է։ Developer-ն է։ Այո։ Ստեղ որ դասը this developer գրում ենք, որ հենց այդ բանն է։ Այ աբրես, այդ DC փոխարեն գրում ես developer, որ հասկանա որի age-ը։ Դե բացի այդ Գուրգեն ջան, արի իրան պրյամոյ նայ, developer-ը ինչ է, ուղղակի օբյեկտ։ Օբյեկտի մեջից կարամ կետ K-ով ինչ-որ բան վերցնեմ Չէ, որովհետեւ բանն էլի նույն Զանգված օբյեկտ get K։ Զանգված օբյեկտ get K իտոգում։ Պրոստը ինչն է կայֆը Գուրգեն ջան, այս function constructor-ի, որ նաև ինքը ունի մեթոդներ, որոնք որ կարամ ես արդեն օգտագործեմ։ Չէ՞ տիկ, էլ տես ես ռեզումեի լոգիկան ըստեղ չեմ գրում։ Ինչը կայֆ եղավ, տիկ Վալեր ջան։ Ամեն կլաս կոպիտ ասած ունեցավ իր ֆունկցիոնալ։ Ես ռեզումեի լոգիկան չտարագրեցի պրոյեկտի մեջ։ Իտոգում պրոյեկտի մեջ կապ չուներ, տիկ ես ինչի պետք է տանել ռեզումեի լոգիկան գրեի։ Մի պարտադիր պետք է նայ ունենք էլի developer-երի project, ну ինչ որ էլի մի քանի հատ ֆունկցիա, այդ developer-ի մեջ մի բան ա գրած, որ մենք պետքա մենք ուրիշ տեղ օգտագործել։ Մենք ուրիշ ձև ունենք, Ոչ մի ձև չունենք։ տանել դնել դրա մեջ։ Բացարձակապես։ Մենակ պետք է push անենք ինչ-որտեղ։ Պետք է կապ ստեղծես, կապ չունի, կարող է push չես անում, կարող է։ Չէ, դե ինչ է։ Բայց կամ օբյեկտ է սարքում դնում ես օբյեկտի մեջ կապ չունի ինչ ես անում։ Պետք է արդի էլի ինչ որտեղ այն կլասի մեջ ըլնի։ Տանես դնես մեջը որ կարաս օգտագործես։ Կամ էլ Գուրգեն ջան, կամ էլ։ Եթե չորած լոգիկա գրեմ, արին այս մի բան անեմ, որ պատկերացնես console log developer 2։ Developer 2 փոփոխական։ Այստեղ կա, չէ՞։ Հա։ Տիկ։
Հայկեթը գտնի դեր։ Եթե գտնի developer-ը, Բայց չի գտնի։ պետք չի պրոստս բաներ անել։ Հա, կարող է նույն փոփոխականով Չունենես։ չէ, համ ունենա, չունենաս Կլասի իրավունք չունես դսից այտենց կախում թողես։ հասկացա։ Հա? Դայք ջան, կլասի կայֆը այնա, որ ինքը այնպես պետք է անես, որ դսի փոփոխականներից կախում չունենա։ Կլասը ինքը իրանով, Գուրգեն ջան, աշխատող մեծ մոտոր պետք է լինի։ Ինքը իրանով մեխանիզմ ախպեր, որ ոնց էր իրան ախպեր, շրջապատման մեջ իր համար աշխատում։ Դիսի պահն է, որ դիսկետ է սանում, որ ինքը հասկանա, որ չելի վերևում անգա։ Այ ապրես, նույնն էլ ապրես, դու պետք է տղեկ ջան անենց անեք, որ ձեր կլասը ծառայի մի նպատակի, մի գաղափարի։ Չունենա դրսից շատ կախում, հա, ու ունենա իր սեփական մեթոդները, սեփական եսը։ Ասենց ասած, դες դուս մեր զանգվածները։ Ինչ զանգված։ Չէ, գալիս է, Եկեք։ արեք, այդ ոչ թե կլասի մեջն է, բան, չէ, այդ զանգվածը դուսն է։ Էլի կլասի մեջ մենք փոփոխական հայտարենք, հավասարեցնենք դրան, չես ֆրցնենք, թե ոնց։ Նայ, օրինակ քո պրոյեկտը out developer ֆունկցիան է։ Դու կարաս developer-ներից վրա ֆորֆորած պրոյեկտի վրա out-անես developer։ Չէ՞, տես։ Եթե developer-ներից դու ստացել ես Axios-ով, Գուրգեն ջան, ֆորֆորա ստացածը բանի վրա, նախ, բայց դու չես կարող Axios-ով ստացած ուղղակի տուֆտա օբյեկտը սարքես, տանես գցես բանի մեջ։ Դու պետք է նախ իրան սարքես մեր սարք կլասի տեսակով, չէ՞։ Եկած օբյեկտները պետք է վերածես developer-ի, չէ՞։ Developer-ներն է ad developer-ով փուշանես մեջ։ Ամենակում, ավելի։ որով կարաս գայես էլ հավասարներ էլեմենտի պրինցիպը։ Այսինքն մի հատ տուֆտա բան անել տղեկ։ Հիմա պատկերացրեք ես ձեր պատկերացրեք ձեր developer-ները, այսինքն օբյեկտներ են, Վալերչը։ Name age խոսքի 34 ու հա ահա այսինքն process մի երկու հատ օբյեկտ ինչևից տայք ջան կարա ուղղակի ստե for each վրա չէ Գուրգեն ջան Վալեր ջան սա developer class չի սա ուղղակի տոֆտա օբյեկտ է Interesse ստանդարտի վերևը հավասար new որը չեմ ֆրած ուրեմն project class-ի վրա տայք ջան նախ պետք է գրեմ constant developer-ը հավասար է new developer ու developer-ը սպասում էր պարամետր տղեկ անուն տարիք փորձ Գուրգեն ջան devi get name-ը տիկ ջան devi get age-ը չէ Վալեր ջան ու devi get experience-ը Էսի չի քո պարամետրը Գուրգեն ջան Էսի դարավ արդեն class developer project-ին պետք է ասեմ ադարա developer Այս developer-ը For-ը կֆրա տիկ ջան ամեն անգամ սաղի համար հատատ նույնը կանի Կանի Շո Այս նույնն է որ ես չունենա ես սրանք տղեկ հատատ չանե ես ամեն ինչը Ոսկյա Skiller просто դա էսի skiller միլեր պետք է գա բան ոնց որ դատան պետք է սարքենք այս զանգվածել Պարզա տղեկ ընդհանուր Տեսակ որ իրոք շատ լավ բան է տղեկ էլի կհարմարվեք իրան էլի կսովորեք իրան Ինքը շատ լավ բան է տղեկ էսի իրականում բերում է բանի նրան որ ամեն ինչ հստակ է տղեկ այստեղ ավելի քիչ է մշուշ Էսի ավելի կենտրոնացված է ավելի կոկիկ ու ակուրատ Ամենասկզբից զզվելի է ինչ որ ճիշտ է Նորմալ է տղեկ ես գիտեմ ես էլ եմ այս ճամփորդից